Ամեն ինչ սառած էր ներսից ու դրսից։ Մինչ որ սպիտակ ու լուր ճանապարհի մեջտեղում, ճակատագիրը նրա ոտքերի մոտ ինչ-որ բան թողեց, հնարավորություն։ Մեկին փրկելու հնարավորություն, միգուցե ինքն էլ փրկվելու։ Երբ նկատել եք, թե ինչպես է երբեմն կյանքը նորից սկսվում հենց այն կետից, որտեղ թվում էր, թե այն ավարտվել է։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Դիլիջանի ձմեռը երբեք պարզապես տարվա եղանակ չէր։ Դա զգացմունք էր, խիտ մթնոլորտ, որը լեռնային քաղաքը վերածում էր հակադրությունների տեսարանի։ Աշխույժ զբոսաշրջիկներ քարե փողոցներում, ջերմ ընտանիքներ հմայի սրճարաններում, մինույն ժամանակ կտրուկ ցուրտ, որը թափանցում էր մինչ ոսկորներ նրանց, ովքեր գնալու տեղ չունեին։ Շրջակա լեռներում, հարյուրամյա եղնիների բլուրները կետ-կետով ցրված փայտե տների միջ, կային պատմություններ, որոնք կենտրոնի աղմուկը երբեք չէր պատմի։ Միայնության պատմություններ չափաքինվող կորուստների, լռության ծանրության պատճառով ընդհատված կյանքերի։ Ռիկարդո Մոնտեյրոն ընդամենը 42 տարեկան էր, բայց հայացքում կրում էր նրանց հոգնածությունը, ովքեր չափից շատ կյանքեր էին ապրել։ Բարձրահասակ, լայն ուսերով, որոնք թվում էր, թե աշխարհն էին կրում, նա շարժվում էր տանը մեխանիկական ճշգրտությամբ, ինչպես մեկը, ով առօրյան վերածել էր ցավի դեմ վահանի։ Այն սեփականությունը, որտեղ նա ապրում էր, Դիլիջանի կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա էր, հողային ճանապարհի վրա, որը քչերն էին ճանաչում։ Դա էլեգանտ շինություն էր, մուգ փայտից տեղական քարերից, մեծ պատուհաններով, որոնք շրջանակում էին ցրտահարված եղնիների բնապատկերը։ Տեղը նախագծվել էր սիրո ապաստան լինելու համար, մի բույն այն ընտանիքի համար, որը նա երազում էր կառուցել։ Այժմ դա պարզապես լուռ բանտ էր, որտեղ նա կրում էր կենդանի լինելու պատիժը։ 5 տարի էր անցել այն օրվանից, երբ աշխարհը փլվեց։ 5 տարի այն բանից հետո, երբ հիվանդանոցային վարակը շաբաթների ընթացքում խլեց նրա կնոջն ու որդուն, պարզ վիրահատությունը վերածելով անդառնալի ողբերգության։ Բեատրիսը ընդամենը 35 տարեկան էր։ Լուկասը ընդամենը 7։ Ռիկարդոն հիշում էր յուրաքանչյուր մանրուք։ Հիվանդանոցի հոտը, միջանցքի լյումինեսցենտ լույսերը, մոնիտորների ձայնը, բժշկի ձայնը, որն ասում էր բառեր, որոնք նա հրաժարվում էր հասկանալ։ Այդ ժամանակից ի վեր նա նույն մարդը չէր։ Երանում աշխատող հաջողակ փաստաբանը պարզապես անհետացավ։ Ընկերները փորձեցին օգնել, բայց աստիճանաբար հանձնվեցին այն սառցե պատի դեմ, որը Ռիկարդոն կառուցել էր իր շուրջը։ Նա վաճառեց բնակարանը մայրաքաղաքում, լուսանկարները պահարանում փակ տուփերի մեջ դրեց մեկուսացավ լեռների այդ տանը։ Ռիկարդոյի առօրյան մանրակրկիտ էր ու դատարկ։ Վաղ էր արթնանում, ամուր սուրճ էր պատրաստում, բուխարին էր վառում, նույնիսկ երբ այդքան ցուրտ չէր։ Գրքեր էր կարդում, որոնք հազիվ էր գրանցում, գինի էր խմում, որը չէր համտեսում, ժամանակն էր անցկացնում պատուհանից դուրս, ինչպես մեկը, ով անհետաքրքիր ֆիլմ է դիտում։ Երբեմն, երբ լռությունը չափազանց ծանր էր դառնում, նա ռադիոն էր միացնում պարզապես մարդկային ձայն ունենալու համար, որը լրացնում էր դատարկությունը։ Ոչ ոքի հետ կապ չէր պահպանում, բացի մթերքի առաքիչից պահակից, ով ամիսը մեկ անգամ էր գալիս սեփականությունը ստուգելու։ Դա աննպատակ, անուրախ, անապագա կյանք էր։ Պարզապես անվերջ ներկա մի ցավի, որը չէր նվազում։ Հունիսի այդ գիշեր ջերմաստիճանը կտրուկ իջավ։ Նորությունները զգուշացնում էին բեռային օդային զանգվածի մասին, որը կբերեր տարվա ամենացածր ջերմաստիճանները։ Դիլիջանը պատրաստվում էր զբոսաշրջիկներ ընդունել, փնտրելով ռոմանտիկ ձմեռ, ֆոնջու տաք շոկոլադներ, բայց լեռներում, լույսերից հարմարավետությունից հեռու, ցուրտը դաժան անտարբեր ուժ էր։ Ռիկարդոն ավելի վաղ քաղաք էր գնացել մթերք գնելու։ Նա հաճախ չէր սիրում իջնել Դիլիջան, բայց դա անհրաժեշտ էր։ Նա խուսափում էր նայել ձեռք-ձեռքի տված զույգերին, խանութների մեջ վազվզող երեխաներով ընտանիքներին, ամեն ինչին, ինչը հիշեցնում էր նրան այն մասին, ինչ կորցրել էր։ Արդեն ժամը 10-ից անց էր, երբ նա վերադառնում էր տուն։ Մեքենան կտրում էր մթությունը, լուսավորելով միայն արջի մետրերը։ Խիտ մառախուղը սկսում էր ձավորվել, ինչպես միշտ լինում էր ամենացուրտ գիշերներին։ Ռիկարդոն վարում էր ավտոմատ կերպով, ոչինչ ամեն ինչ միաժամանակ մտածելով։ Հենց այդ ժամանակ ֆարերը ինչ-որ բան բռնեցին ճանապարհի եզրին։ Մութ կերպար ձյան դեմ, որը սկսում էր կուտակվել ճանապարհի եզրին։ Նա ուղիղ անցավ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան արգելակել։ Միգուցե մարդկության վերջին մնացորդը, որը դեռ դիմադրում էր իր ներսում։ Միգուցե պարզապես հետաքրքրություն։ Նա հետ գնաց մեքենան մի քանի մետր առաջ կանգնեցրեց։
Նա իջավ բջջայինի լապտերով քայլեց դեպի կերպարը։ Դա երիտասարդ կին էր։ Նա կողքի վրա էր պառկած, կծկված, ձեռքերը կրծքին խաչած, ջերմությունը պահպանելու հուսահատ փորձով։ Նա հագել էր միայն չափազանց բարակ բաճկոն այդ ցրտի համար, ծնկներից պատրված ջինսե տաբատ մաշված կոշիկներ։ Շագանակագույն մազերը խոնավությունից կպած էին դեմքին։ Շուրթերը մանուշակագույն։ Ռիկարդոն ծնկի իջավ նրա կողքին, դիպավ պարանոցին, զարկերակը փնտրելով։ Այն թույլ էր, բայց կար։ Երիտասարդ կինը կենդանի էր, բայց հիպոթերմիկ հոգնած։ Մի ակնթարթ Ռիկարդոն վարանեց։ Նա կարող էր շտապ օգնություն կանչել, սպասել։ Նա կարող էր նրան թողնել այնտեղ շարունակել իր միայնակ ուրվականի կյանքը։ Բայց ինչ-որ բան այդ գունատ դեմքի, այդ բացարձակ փխրունության մեջ, նրա մեջ արթնացրեց մի զգացմունք, որը նա կարծում էր թաղել էր իր ընտանիքի հետ միասին, կարեկցանք։ Առանց շատ մտածելու, նա նրան բարձրացրեց իր գրկում։ Նա չափազանց թեթ էր, գրեթե եթերային։ Նա նրան դրեց մեքենայի հետի նստարանին, ծածկեց այն վերմակով, որը միշտ պահում էր բեռնաղցիկում, արագացրեց դեպի տուն։ Սեփականության ներսում Ռիկարդոն արագ աշխատեց։ Նա երիտասարդ կնոջը տարավ հյուրասենյակ, ջուր տաքացրեց, լրացուցիչ վերմակներ վերցրեց, ջեռուցիչը առավելագույնի միացրեց։ Նա չարթնացավ, մինչ Ռիկարդոն նրա թաց հագուստը փոխում էր չափազանց մեծ ֆլանելե շապիկով, նրան ծածկում էր վերմակներով։ Նա տաք թեյ պատրաստեց, թողեց մահճակալի կողքի սեղանիկին։ Նա մնաց այնտեղ, նստած սենյակի անկյունի բազկաթոռին, դիտելով, թե ինչպես է նրա շնչառությունը աստիճանաբար կայունանում։ Նա չգիտեր, թե ինչու էր դա արել։ Նա չգիտեր, թե ինչ կանի, երբ նա արթնանա։ Նա գիտեր միայն, որ 5 տարվա մեջ առաջին անգամ այդ տանը կենդանի մեկը կար իրենից բացի։ Արդեն լուսադեմ էր, երբ երիտասարդ կինը վերջապես շարժվեց։ Աչքերը դանդաղ բացվեցին, շփոթված, վախեցած։ Նա շուրջն էր նայում, փորձելով հասկանալ, թե որտեղ էր, ինչպես էր հասել այնտեղ։ Խուճապը սկսեց տիրել նրա դեմքին, մինչ նրա աչքերը գտան Ռիկարդոյին, ով դեռ նստած էր բազկաթոռին, լուռ դիտելով նրան։ Դու ապահով ես, ասաց նա, ձայնը խռպոտ, վերջին տարիներին քիչ խոսելու պատճառով։ Ես քեզ գտա ճանապարհին։ Դու գրեթե սառչում էիր։ Երիտասարդ կինը փորձեց նստել, բայց մարմինը բողոքեց։ Ամեն մկան ցավում էր, ամեն շարժում ջանք էր։ Նա նայեց իր ձեռքերին, տարօրինակ հագուստներին, որոնք հագել էր, հարմարավետ սենյակին, որը չէր ճանաչում։ Որտեղ եմ ես, հարցրեց նա թույլ ձայնով, գրեթե շշուկով։ Իմ տանը։ Լեռներում, Դիլիջանի մոտ։ Դու պետք է ապաքինվես, նախքան կգնաս։ Դրսի ցուրտը մահացու է այս գիշեր։ Նա երկար ժամանակ նրան էր դիտում, ասես փորձում էր որոշել, թե արդյոք կարող է վստահել։ Նրա աչքերը խորը շագանակագույն էին, լի հոգնածությամբ չպատմված պատմություններով։ Ռիկարդոն ճանաչեց այդ հայացքը։ Դա նրանց հայացքն էր, ովքեր կրում էին անտեսանելի սպիներ։ Նրանց, ովքեր մոտիկից ճանաչում էին ցավը։ Ինչպե՞ս է քո անունը, հարցրեց Ռիկարդոն, կոտրելով լռությունը։ Մարինա, պատասխանեց նա դադարից հետո։ Մարինա Օլիվեիրա։ Ես Ռիկարդոն եմ։ Կուզենաս ինձ պատմել, թե ինչ էիր անում մենակ ճանապարհին, գիշերվա կեսին, այս ցրտին։ Մարինան շեղեց հայացքը։ Արցունքները սկսեցին կուտակվել, բայց նա դրանք վճռականորեն զսպեց։ Ժամանակը չէր տկարանալու։ Ոչ մի անծանոթի առաջ, որքան էլ որ նա փրկած լիներ նրա կյանքը։ Դա երկար պատմություն է, ասաց նա, ձայնը խեղդված։ Ես ժամանակ ունեմ, պատասխանեց Ռիկարդոն, առանց ձայնի ճնշման։ Բայց կարող է սպասել, մինչ դու ավելի լավ զգաս քեզ։ Առայժմ, դու պետք է ինչ-որ բան ուտես հանգստանաս։ Նա վեր կացավ, գնաց խոհանոց, տաք ապուր պատրաստելու։ Մինչ նա բանջարեղեն էր կտրում, արգանակ էր համեմում, Ռիկարդոն բռնեց իրեն, մտածելով, թե որքան տարօրինակ է կյանքը։ Մի քանի ժամ առաջ նա իր կենդանի մեռելու առօրյայում էր, ոչինչ չսպասելով, բացի նախորդ օրվա նման մեկ այլ օրվանից։ Հիմա անծանոթ մեկը կար իր տանը, մեկը, ով կախված էր իրենից, մեկը, ով ստիպում էր նրան դուրս գալ այն կաղապարից, որում նա թաքնվել էր։ Դա անհանգստացնող էր, մինույն ժամանակ, տարօրինակ կերպով մխիթարող։ Մարինան ապուրը կերավ լուռ, նրանց քաղցով, ովքեր օրերով պատշաճ կերպով չէին սնվել։
Ռիկարդոն նկատեց, թե ինչպես էին նրա ձեռքերը դողում գդալը պահելիս, թե ինչպես էին նրա աչքերը լցվում երախտագիտությամբ ամեն մի գդալից։ Երբ նա ավարտեց, Ռիկարդոն վերցրեց ամանը ասաց, որ նա կարող է քնել այնքան, որքան անհրաժեշտ է։ Մարինան գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց, նորից գծկվեց վերմակների տակ։ Րոպեներ անց նա արդեն խորը քնած էր։ Ռիկարդոն վերադարձավ հյուրասենյակ, վառեց բուխարին, իրեն մի առատ չափաբաժին վիսկի լցրեց։ Նա նստեց կաշվե բազմոցին, դիտելով, թե ինչպես են կրակները պարում։ Նրա միտքը հարցերով լի էր։ Ո՞վ էր այդ երիտասարդ կինը։ Ինչու էր նա մենակ այդ ճանապարհին։ Ինչն էր նրան հասցրել այդքան հուսահատ իրավիճակի։ Եվ ավելի կարևորը, ինչ էր անելու հիմա։ Հետագա օրերին Մարինան դանդաղ ապաքինվեց։ Ռիկարդոն պահպանում էր հարգալից հեռավորություն, տրամադրելով սնունդ, փոխառու հագուստ տարածք, որպեսզի նա ամեն ինչ մարսի։ Նա շատ չէր խոսում, բայց աստիճանաբար մեկ թեյից մյուսը բուխարու առջ կիսված լռության հայացքների փոխանակման միջ նրա պատմության բեկորները սկսեցին երան գալ։ Մարինան 24 տարեկան էր։ Նա մեծացել էր Վանաձորում, ծայրամասային աղքատ թաղամասում, մեծացել էր միայն հոր կողմից այն բանից հետո, երբ մայրը նրանց լքել էր, երբ նա երեխա էր։ Հայրը աշխատասեր, բայց հարբեցող մարդը 6 ամիս առաջ մահացել էր լյարդի բարդություններից։ Այդ ժամանակից ի վեր Մարինան մենակ էր։ Ավագ եղբայրը Դանիելը 2 տարի առաջ մեկնել էր Գյումրի, աշխատանք փնտրելու, այլս լուր չէր տվել։ Առանց ընտանիքի, առանց ռեսուրսների նա փորձել էր իրեն պահել, աշխատելով որպես մատուցող արագ սննդի կետում, բայց աշխատավարձը հազիվ էր ծածկում անապահով հյուրատան մի փոքրիկ սենյակի վարձը։ Իրավիճակը վատթարացավ, երբ հյուրատան տերը սկսեց նրան ոտնձգություն անել։ Սկզբում պնդող հայացքներ էին, հետո անպատշաճ մեկնաբանություններ, մինչ որ նա հստակ դարձրեց. Կամ նա ընդունում էր իր առաջարկները, կամ պետք է հեռանար։ Մարինան ընտրեց հեռանալ, նույնիսկ առանց գնալու տեղ ունենալու։ Նա հավաքեց իր քիչ ունեցվածքը ու սապարկի մեջ սկսեց քայլել։ Նրա պլանն էր հասնել Դիլիջան, որտեղ նա լսել էր, որ միշտ աշխատատեղեր կային հյուրանոցներում, ռեստորաններում, հատկապես ձմեռային սեզոնին։ Բայց ցուրտը ավելի շուտ եկավ, քան նա սպասում էր, 40 կիլոմետրից ավելի քայլելը նրա ուժերից վեր էր։ Հենց այն ժամանակ, երբ մարմինը վերջապես հանձնվեց, Ռիկարդոն գտավ նրան։ Ռիկարդոն ամեն ինչ լսում էր լուռ, առանց դատելու, առանց ընդհատելու։ Մարինայի պատմելու ձում ինչ-որ բան կար, որը խորապես դիպչում էր նրան։ Նա իրեն որպես զոհ չէր ներկայացնում, կարեկցանք չէր խնդրում։ Նա պարզապես փաստերն էր պատմում հանձնված ընդունելությամբ, ինչպես մեկը, ով արդեն սովորել է, որ կյանքը միշտ արդար չէ, բայց որ պետք է առաջ շարժվել ամեն դեպքում։ Դա լուռ ուժ էր, որին նա հիանում էր, նույնիսկ առանց ասելու։ Մեկ շաբաթ անցավ։ Մարինան արդեն ֆիզիկապես ապաքինված էր, բայց մեկնելու մասին չէր հիշատակում։ Ռիկարդոն էլ չէր խոսում այդ մասին։ Տունը, որն այդքան ժամանակ հիշողությունների դամբարան էր եղել, նորից կյանք էր ստանում։ Մեկ այլ մարդու շարժվելու ձայնը սենյակներում, Մարինայի առավոտյան պատրաստած սուրճի հոտը, փոքրիկ փոփոխությունները, որոնք նա իրականացնում էր առանց թույլտվություն խնդրելու։ Մի բույս, որը նա վերադասավորում էր, մի վարագույր, որը բացում էր լույս թողնելու համար, ամանները, որոնք լվանում էր առանց նրա խնդրանքի։ Դա ուժեղ անձրոտ գիշեր էր, երբ նրանց միջ լարվածությունը վերջապես խոսքի վերածվեց։ Նրանք երկուսն էլ հյուրասենյակում էին, նա կարդում էր գրքեր դարակից, որը նա երբեք չէր բացել, նա նայում էր կրակին, ոչինչ չտեսնելով։ Մարինան փակեց գիրքը, նրան նայեց։ Ինչու ես ինձ այստեղ բերել, հարցրեց նա հանկարծ։ Ռիկարդոն երկար մտածեց պատասխանելուց առաջ։ Ինչպես էիր ուզում մահանալ այդ ճանապարհին։ Դա չէ, պնդեց նա։ Դու կարող էիր ինձ թողնել հիվանդանոցում։ Կարող էիր մեկին զանգել։ Ինչու ես ինձ բերել քո տուն։ Ինչու ես թույլ տալիս մնալ։ Ռիկարդոն շեղեց հայացքը։ Չգիտեմ, խոստովանեց նա վերջապես։ Միգուցե որովհետև ես քո մեջ ճանաչում եմ մի բան, որը զգում եմ ես։ Միայնություն։ Կորուստ։ Այն զգացումը, որ անորոշ ես մի աշխարհում, որն այլս իմաստ չունի։ Մարինան վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Դրսում անձրը կատաղի հարվածում էր ծառերին։ Դու մեկին կորցրել ես, ավելի շատ պնդեց, քան հարցրեց։ Ես ամեն ինչ կորցրեցի, պատասխանեց Ռիկարդոն, ձայնը ծանր։ Իմ կինը։ Իմ որդին։
Իմ ամբողջ կյանքը փլվեց շաբաթների ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր ես պարզապես գոյություն ունեմ։ Չեմ ապրում։ Պարզապես անցկացնում եմ օրերը, սպասելով, որ դրանք ավարտվեն։ Մարինան շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Եվ ես հայտնվում եմ քո կյանքում, որպես հիշեցում, որ տառապանքը բացառիկ չէ։ Որ ուրիշ մարդիկ էլ են արյունահոսում ներսից։ Դու հայտնվում ես իմ կյանքում որպես հարց, որին ես չգիտեմ պատասխանել, ասաց Ռիկարդոն, նույնպես վեր կենալով։ Քեզ գտնելուց ի վեր ինչ-որ բան փոխվել է։ Չգիտեմ, թե ինչ է դա։ Չգիտեմ, լավ է, թե վատ։ Բայց 5 տարվա մեջ առաջին անգամ ես դատարկությունից բացի ինչ-որ բան եմ զգում։ Հետաց լռությունը լի էր չասված հնարավորություններով։ Նրանք նայեցին միմյանց սենյակի մյուս ծայրից, բաժանված մետրերով, որոնք թվում էին կիլոմետրեր։ Մարինան էր, ով առաջին քայլն արեց, դանդաղ մոտենալով, ինչպես մեկը, ով բարակ սառույց է փորձում։ Ռիկարդոն հետ չքաշվեց։ Երբ նա կանգնեց նրա առջ, այնքան մոտ, որ կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը, հենց նա խոսեց. Ես չգիտեմ, թե ինչ կարող եմ քեզ առաջարկել, Մարինա։ Ես կոտրված մարդ եմ։ Ես այլս ոչինչ չունեմ տալու։ Ես ոչինչ չեմ խնդրում, պատասխանեց նա մեղմորեն։ Միգուցե պարզապես միմյանց կարիքն ունենք որոշ ժամանակ։ Առանց խոստումների։ Առանց սպասումների։ Պարզապես ընկերակցություն։ Ռիկարդոն ուսումնասիրեց նրա դեմքը, այդ շագանակագույն աչքերը, որոնք այդքան պատմություն էին պահում, այդ բերանը, որը քիչ էր ժպտում, բայց երբ ժպտում էր, ամեն ինչ լուսավորում էր շուրջը։ Եվ կարճ ակնթարթով նա իրեն թույլ տվեց զգալ մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Կապի սկիզբ, փխրուն, ինչպես ապակին, բայց իրական։ Կարող ես մնալ, ասաց նա վերջապես։ Որքան ժամանակ անհրաժեշտ է։ Բայց պետք է հասկանաս։ Չգիտեմ, թե արդյոք կկարողանամ լինել ավելին, քան այս ստվերը, որը դու տեսնում ես։ Չգիտեմ, թե արդյոք լույս ունեմ առաջարկելու։ Մարինան բարձրացրեց ձեռքը թեթակի դիպավ նրա դեմքին, մի շարժում, որն այնքան պարզ էր մի նույն ժամանակ այդքան լի իմաստով։ Երբեմն մեզ լույս պետք չէ, շշնջաց նա։ Երբեմն մեզ պարզապես պետք է մեկը, ով կհասկանա խավարը։ Այդ գիշեր նրանք չհամբուրվեցին։ Չդիպան միմյանց այդ կարճ շփումից բացի։ Բայց ինչ-որ բան հաստատվեց նրանց միջ, լուր համաձայնություն, փոխադարձ ըմբռնում։ Երկու խորտակված մարդիկ գտել էին միմյանց մեջ փրկության տախտակ։ Նրանք չգիտեին, թե ուր կտանի դա նրանց։ Նրանք չգիտեին, թե արդյոք այն կդիմանա այն փոթորիկներին, որոնք դեռ կգային։ Բայց այդ պահին, լեռների այդ տան միայնության մեջ, շրջապատված ցրտով ու անձրով, նրանք ունեին միմյանց։ Եվ առայժմ դա բավական էր։ Ասացեք ինձ, ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, որ այն կավարտվի։ Հետագա օրերը նոր դինամիկա բերեցին լեռների փայտե տուն։ Մարինան վաղ էր արթնանում, սուրճ էր պատրաստում, մինչ Ռիկարդոն դեռ քնած էր։ Դա փոքր ժեստ էր, բայց որը փոխում էր առավոտները։ Թարմ սուրճի հոտը ներխուժում էր սենյակներ, ամանների զուսպ ձայնը, մեկ այլ կյանքի ներկայությունը, որը բաբախում էր այդ տարածքում, որն այդքան ժամանակ սառած էր ժամանակի մեջ։ Ռիկարդոն սկսեց ավելի պատրաստակամ արթնանալ, թե դեռ իր ուսերին կրում էր մելամաղձության ծանրությունը, որն իրեն ուղեկցում էր որպես հավատարիմ ստվեր։ Մարինան ուսումնասիրում էր տունը հարգալից հետաքրքրությամբ։ Նա բացում էր վարագույրներ, որոնք տարիներ շարունակ փակ էին մնացել, վերադասավորում էր գրքեր դարակում, մաքրում էր մոռացված անկյունները։ Նա դա անում էր ոչ թե ներխուժող կերպով, այլ ինչպես մեկը, ով փորձում է լույս բերել մի տարածք, որն այդքան ժամանակ միայն մթնշաղ էր ճանաչում։ Ռիկարդոն դիտում էր այդ փոքրիկ փոփոխությունները հակասական զգացմունքներով։ Նրա մի մասին անհանգստացնում էր իր միայնության հաստատված առօրյայի մեջ ներխուժումը։ Մյուս մասը, մի մասը, որը նա փորձում էր անտեսել, թեթացման նման ինչ-որ բան էր զգում։ Դա մի կիրակի առավոտ էր, երբ նրանք լուրջ սուրճ էին խմում, որ Մարինան հարցրեց պահարանում փակ տուփերի մասին, որոնք տեսել էր, երբ լրացուցիչ վերմակներ էր փնտրում։ Ռիկարդոն սառեց, բաժակը բերանին կես ճանապարհին։ Երկար ժամանակ նա չպատասխանեց։ Նա պարզապես նայեց իր բաժակի մուգ հեղուկին, ասես այնտեղ գրված էր այն պատասխանը, որը նա չէր ուզում տալ։ Դրանք լուսանկարներ են, ասաց նա վերջապես, ձայնը ցածր։ Իմ ընտանիքից։ Ես ամեն ինչ պահեցի նրանց հեռանալուց հետո։ Չկարողացա նորից նայել։
Մարինան չպնդեց։ Նա պարզապես լուռ գլխով արեց փոխեց թեման, խոսելով թռչունների մասին, որոնց տեսնում էր պատուհանից, այն մասին, թե ինչպես էին եղնիներն ավելի գեղեցիկ երում ցրտահարված վիճակում։ Ռիկարդոն լուռ շնորհակալություն հայտնեց նրան, որ հասկացել էր, որ կային սահմաններ, որոնք նա դեռ պատրաստ չէր անցնել։ Կեսօրները տարբեր կերպ էին անցնում։ Մարինան սովորաբար կարդում էր Ռիկարդոյի գրադարանի գրքերը, մինչ նա աշխատում էր իր գրասենյակում, պատասխանելով հին հաճախորդների հազվադեպ էլեկտրոնային նամակներին, ովքեր դեռ լիովին չէին հրաժարվել նրանից։ Երբեմն նա քայլում էր սեփականության շուրջը, ուսումնասիրելով ճանապարհները, որոնք կտրում էին եղնիների անտառը։ Ռիկարդոն նրան դիտում էր պատուհանից, համոզվելով, որ նա շատ հեռու չէր գնում, որ նա ապահով էր։ Նա չէր հասկանում, թե որտեղից էր գալիս այդ անհանգստությունը, բայց այն կար, ամեն օր աճում էր։ Մի կեսօր Մարինան վերադարձավ զբոսանքից, այտերը ցրտից վարդագույն, իսկ աչքերը ոգորությունից փայլող։ Նա բլրի գագաթին գտել էր բնական դիտահարթակ, որտեղից երում էր ամբողջ հովիտը, հեռվում Դիլիջանի լույսերը, որոնք սկսում էին վառվել մթնշաղի հետ։ Ռիկարդոն լսեց, թե ինչպես է նա մանրամասն նկարագրում տեսարանը, աշխույժ ժեստերով, հասկացավ, որ շատ ժամանակ էր անցել այն բանից հետո, երբ տեսել էր մեկին այդքան հիացած այդքան պարզ բանով։ Կամ միգուցե հենց ինքն էր կորցրել ամեն ինչով հիանալու ունակությունը։ Դու պետք է ինձ մի օր այնտեղ տանես, ասաց նա, ժպտալով առաջին անգամ ժամանելուց ի վեր։ Այդ կետից մայրամուտը տեսնելը հավանաբար զարմանալի է։ Միգուցե, պատասխանեց Ռիկարդոն, չցանկանալով պարտավորվել։ Բայց իր ներսում ինչ-որ բան արդեն գիտեր, որ ի վերջո կհանձնվեր, որ ի վերջո կտաներ նրան այնտեղ, որովհետև նրան այնպես ժպտալ ստիպող բանից հրաժարվելը անհարկի դաժանություն կթվար։ Գիշերներն էին, երբ նրանց միջ լարվածությունն ավելի շոշափելի էր դառնում։ Ընթրիքից հետո նրանք սովորաբար մնում էին հյուրասենյակում, նա կարդում էր, նա ձացնում էր, թե հեռուստացույց է դիտում, բայց իրականում գաղտնի դիտում էր նրան։ Մարինան սովորություն ուներ գծելու իր ստորին շրթունքը, երբ կենտրոնանում էր ընթերցանության վրա։ Նրա մազերը ընկնում էին դեմքին, նա դրանք անուշադիր շարժումով ամրացնում էր ականջի հետում։ Դրանք փոքր, աննշան մանրամասներ էին, բայց Ռիկարդոն իրեն բռնում էր դրանք անկամորեն հիշելիս։ Մի գիշեր, հատկապես ուժեղ փոթորկի ժամանակ, էլեկտրաէներգիան անջատվեց։ Տունը մխրճվեց խավարի մեջ, լուսավորված միայն բուխարու կրակով կայծակների հազվադեպ փայլով։ Ռիկարդոն մի քանի մոմ վառեց, մինչ Մարինան նյարդայնորեն ծիծաղում էր իր ստացած վախից։ Նրանք նստեցին հատակին, ավելի մոտ բուխարուն, առաջին անգամ նրա ժամանելուց ի վեր, իսկապես խոսեցին։ Ոչ թե երկուսի ցավոտ անցյալի մասին, այլ պարզ բաների մասին։ Գրքեր, որոնք նրանք սիրում էին, երգեր, որոնք նշանավորել էին նրանց կյանքը, վայրեր, որոնք նրանք երազում էին տեսնել։ Ռիկարդոն իմացավ, որ Մարինան միշտ ցանկացել էր այցելել ծովափ, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Նա մեծացել էր լեռներում, ծովը պարզապես հեռավոր երազանք էր, մի բան, որը նա տեսնում էր ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում։ Նա զարմացավ, խոստանալով, որ մի օր նրան կտանի ափ։ Խոստումը բնականաբար դուրս եկավ, առանց մտածելու, զարմացրեց երկուսին էլ իր կրած իմաստով։ Ընդհանուր ապագա, մի բան, որն անորոշ ներկայից ավելին էր։ Հենց այդ գիշեր Մարինան, միգուցե խրախուսված խավարից կամ այն գինուց, որը նրանք կիսել էին, ավելին պատմեց այն տղամարդկանց մասին, ովքեր ոտնձգություն էին արել նրան իր կյանքի ընթացքում։ Հորեղբայրը, ով միշտ տարօրինակ կերպով էր նայում նրան ընտանեկան հավաքույթներում։ Արագ սննդի կետի տնօրենը, ով արդարացումներ էր գտնում նրան անպատշաճ կերպով դիպչելու համար։ Հյուրատան տերը, ով հստակ դարձրեց, որ նրա մարմինը փոխանակման արժույթներ տանիք ունենալու համար։ Ռիկարդոն ամեն ինչ լսեց աճող զայրույթով, ձեռքերը բռունցքված։ Դա զայրույթ չէր նրանից, այլ մի աշխարհից, որը թույլ էր տալիս, որ երիտասարդ կինը պետք է ամեն ինչով մենակ անցներ։ Դու ապահով ես այստեղ, ասաց նա, երբ նա ավարտեց խոսելը, ձայնը ամուր, ինչպես խոստում։ Ես երբեք թույլ չեմ տա, որ մեկը քեզ վնասի։ Մարինան նրան նայեց կրակի նետած պարող ստվերների միջով։ Ես գիտեմ, չշնջաց նա։ Չգիտեմ ինչպես, բայց գիտեմ, որ կարող եմ քեզ վստահել։ Այդ գիշեր ինչ-որ բան փոխվեց։ Մեկ այլ մտերմություն հաստատվեց, կառուցված ոչ թե ֆիզիկական ձգողության, այլ փոխադարձ վստահության վրա, այն զգացումի վրա, որ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում նրանցից ոչ ոք լիովին մենակ չէր։ Մարինայի ժամանելուց 2 շաբաթ անց անսպասելի այցելու հայտնվեց
Դա հին բեռնատար էր, որը կանգնեց տան դիմաց։ Մեքենայից իջավ միջին տարիքի տղամարդ անսափրված մորուքով, որսորդական հագուստով ժպիտով, որը փորձում էր ընկերական լինել, բայց աչքերին չէր հասնում։ «Բարի առավոտ, Հարան», ասաց տղամարդը, ձեռքը մեկնելով։ «Ես Ադեմիրն եմ։ 3 կիլոմետր ներք եմ ապրում։ Եկա ներկայանալու, քանի որ երբեք միմյանց չենք տեսել այստեղ»։ Ռիկարդոն զգուշությամբ սեղմեց նրա ձեռքը, կասկածելով հանկարծակի այցից։ Նա 5 տարի էր ապրել այնտեղ, այդ տղամարդը երբեք չէր հայտնվել նախկինում։ Ռիկարդո Մոնտեյրո։ Ինչպես կարող եմ օգնել ձեզ։ Ահ, պարզապես անցնում էի ծանոթանալու։ Եվ տեսա, որ ծուխ է դուրս գալիս ծխնելույզից նորմալից ավելի շատ։ Մտածեցի, որ միգուցե ավելի շատ մարդիկ կան այստեղ հիմա։ Նախքան Ռիկարդոն կպատասխաներ, Մարինան հայտնվեց պատշգամբում, նրա համար մեկ բաժակ սուրճ բերելով։ Նա կանգ առավ, տեսնելով անծանոթին, նրա մարմինը տեսանելիորեն լարվեց։ Ադեմիրը նրան վերից վար նայեց այնպես, որ Ռիկարդոն անբանական ցանկություն զգաց իրենց միջ կանգնելու։ Եվ ո՞վ է այս գեղեցիկ աղջիկը, հարցրեց Ադեմիրը, ժպիտը լայնացնելով։ Քո աղջիկն է։ Ոչ, կտրուկ պատասխանեց Ռիկարդոն։ Նա իմ հյուրն է։ Ահ, հյուր, կրկնեց Ադեմիրը, տոնը հուշող։ Ինչ բախտավոր ես, տղա։ Լավ կլինի ընկերակցություն ունենալ այս ցրտին։ Մարինան իջավ պատշգամբի աստիճաններով սուրճը տվեց Ռիկարդոին, խուսափելով ուղիղ նայել Ադեմիրին։ Ռիկարդոն նկատեց, թե ինչպես էին նրա ձեռքերը թեթակի դողում։ Նա նկատեց, թե ինչպես Ադեմիրի հայացքը հետում էր նրան, երկարատ անհարմար։ Եթե այլս ոչինչ չկա, Ադեմիր, ես անելիք ունեմ, ասաց Ռիկարդոն, հստակ դարձնելով ուղերձը, որ այցը պետք է ավարտվի։ Իհարկե, իհարկե, պատասխանեց Ադեմիրը, բայց անմիջապես չշարժվեց։ Պարզապես ուզում էի քաղաքավարի լինել։ Հարանը պետք է հոգ տանի Հարանի մասին, չէ՞։ Հատկապես երկու մարդ մենակ անտառի մեջ։ Երբեք չգիտես, թե երբ կպահանջվի օգնություն։ Այդ խոսքերում ինչ-որ սպառնալից բան կար, մի քողարկված ակնարկ, որը ստիպեց Ռիկարդոյին ատամները կրճտացնել։ Շնորհակալություն անհանգստության համար, բայց մենք լավ ենք։ Ադեմիրը վերջապես վերադարձավ բեռնատարը, բայց նախքան ներս մտնելը, ավելորդ ընկերական ծով թափահարեց Մարինային։ Մինչ հանդիպում, աղջիկ։ Հուսով եմ, քեզ կտեսնեմ։ Երբ շարժիչի ձայնը վերջապես հեռացավ, Մարինան արտաշնչեց այն օդը, որը պահում էր։ Ռիկարդոն շրջվեց դեպի նրա դեմքին վախ տեսավ։ Դու ճանաչում ես այդ մարդուն։ Ոչ, բայց ճանաչում եմ նրա տեսակը, պատասխանեց նա գրկելով իրեն։ Այնպես, ինչպես նա նայեց ինձ։ Դա հյուրատան տիրոջ նույն հայացքն է։ Արագ սննդի գետի տնօրենի։ Ես ճանաչում եմ այդ հայացքը։ Ռիկարդոն ձեռքերը դրեց նրա ուսերին, ստիպելով նրան նայել իրեն։ Նա քեզ չի դիպչի։ Քանի դեռ ես այստեղ եմ։ Խոստանում եմ։ Մարինան գլխով արեց, բայց երկուսն էլ գիտեին, որ այդ այցը ինչ-որ բան էր փոխել։ Այն անվտանգության պղպջակը, որը նրանք ստեղծել էին այդ մեկուսացված տանը, հենց նոր էր ծագվել։ Արտաքին աշխարհը, իր բոլոր վտանգներով, սպառնալիքներով, գտել էր իր ճանապարհը դեպի նրանց։ Այդ գիշեր Ռիկարդոն չկարողացավ քնել։ Նա արթուն մնաց, մտածելով Ադեմիրի մասին, այն մասին, թե ինչպես էր նա նայել Մարինային, այն խոսքերի մասին, որոնք լի էին ենթատեքստերով։ Նա մտածեց, թե ինչպես էր Մարինան արձագանքել, այն վախը, որը նա տեսել էր նրա աչքերում։ Ինչ-որ բան իր ներսում, մի պաշտպանական բնազդ, որը նա կարծում էր մահացել էր իր ընտանիքի հետ միասին, նոր ուժով վերածնվեց։ Նա թույլ չէր տա, որ նրան վատ բան պատահի։ Անկախ նրանից, թե ինչ պետք է աներ։ Հետագա օրերին Ադեմիրս 2 անգամ եկավ։ Միշտ տարբեր արդարացումներով։ Ախ պետք էր պարտքով, ճանապարհին մի շուն էր տեսել, կարծում էր, որ իրենցն է, ուզում էր զգուշացնել շրջանում հովազի հետքերի մասին։ Բայց Ռիկարդոն գիտեր ճշմարտությունը։ Ադեմիրը հետաքրքրված էր Մարինայով։ Յուրաքանչյուր այս պարզապես պատրվակ էր նրան տեսնելու, նրա հետ խոսելու, իրենց կյանքում ներխուժելու համար։ Մարինան սկսեց խուսափել տնից դուրս գալուց, երբ գիտեր, որ Ադեմիրը կարող է մոտ լինել։ Նրա անցյալից բերված վախը նորից բռնկվել էր։
Ռիկարդոն նկատեց, թե ինչպես էր նա լարվում շարժիչի ամենափոքր ձայնից, թե ինչպես էր անհանգստությամբ նայում պատուհանից, թե ինչպես էր կորցրել այն ուրախության մի մասը, որը սկսել էր ցուցաբերել։ Հենց այդ ժամանակ Ռիկարդոն որոշում կայացրեց։ Մի առավոտ նա Մարինային կանչեց հյուրասենյակ, լուրջ զրույցի։ Նա նստեց բազմոցին, ձեռքերը ծնկներին միահյուսված, նյարդայնորեն սպասելով, թե ինչ էր նա ասելու։ Մարինա, պետք է ուշադիր լսես ինձ, սկսեց նա նստելով նրա դիմաց։ Այս մարդը, Ադեմիրը, հուսալի չէ։ Դու ճիշտ էիր նրա մասին։ Եվ ես չեմ կարող այստեղ լինել օրական 24 ժամ, քեզ պաշտպանելու համար։ Մարինան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա պատրաստվում էր խնդրել, որ նա հեռանա։ Միշտ այդպես էր լինում։ Երբ բաները բարդանում էին, երբ նա խնդիր էր դառնում, նրան թողնում էին։ Ես հասկանում եմ, սկսեց նա, ձայնը դողդոջուն։ Ես կգնամ։ Չեմ ուզում խնդիրներ առաջացնել։ Ոչ, ընդհատեց Ռիկարդոն, բռնելով նրա ձեռքերը։ Դա չէ։ Դու չես գնա։ Դու կսովորես պաշտպանել քեզ։ Մարինան նրան նայեց, չհասկանալով։ Ինչպես այդպես։ Ես քեզ կսովորեցնեմ ինքնապաշտպանություն։ Ես քեզ կսովորեցնեմ կրակել։ Ես քեզ կսովորեցնեմ այն ամենը, ինչ պետք է իմանաս, որպեսզի այլս երբեք չվախենաս նրա նման տղամարդկանցից։ Որպեսզի այլս երբեք լիովին կախված չլինես մեկից, ապահով զգալու համար։ Մարինան լռեց, մարսելով բառերը։ Ոչ ոք երբեք չէր առաջարկել նման բան անել իր համար։ Ոչ ոք երբեք չէր անհանգստացել, թե արդյոք նա կարող է պաշտպանել իրեն։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքից երախտագիտության, թեթացման, ավելի խորը ինչ-որ բանի արցունքներ, որոնք նա դեռ չէր կարողանում անվանել։ Ինչու ես դա անում իմ համար, հարցրեց նա, ձայնը կոտրված։ Ռիկարդոն իր բութ մատով չորացրեց նրա արցունքները, մի նուրբ ժեստ, որը զարմացրեց երկուսին էլ։ Որովհետև դու արժանի ես ապահով զգալու։ Որովհետև ոչ ոք չպետք է վախով ապրի։ Եվ որովհետև նա վարանեց նախքան շարունակելը, դու կարոր դարձար ինձ համար։ Ավելի կարոր, քան պատկերացնում էի, որ հնարավոր է։ Հետաց լռությունը լի էր չասված զգացմունքներով։ Մարինան նայեց այն տղամարդուն, ով փրկել էր իրեն ճանապարհին, ով ընդունել էր իրեն առանց հարցեր տալու, ով հիմա առաջարկում էր նրան տալ այն գործիքները, որոնք նա պետք է ունենար, որպեսզի այլս երբեք զոհ չլիներ։ Եվ հասկացավ, որ այն, ինչ նա զգում էր նրա հանդեպ, շատ ավելին էր, քան երախտագիտությունը։ Մարզումները սկսվեցին հաջորդ օրը։ Ռիկարդոն սեփականության հետի մասում մի տարածք սարքեց, որտեղ նրանք կարող էին մարզվել առանց անհանգստացնելու։ Նա նախ սովորեցրեց նրան պաշտպանության հիմնական շարժումները։ Ինչպես դիրքավորվել, ինչպես օգտագործել սեփական մարմնի քաշը, որտեղ հարվածել, առավելագույն ազդեցություն ունենալու համար։ Մարինան նվիրված աշակերտ էր, լրջությամբ ընդունելով յուրաքանչյուր հրահանգ։ Ընկնում էր, վեր էր կենում, նորից էր փորձում։ Հետո եկան հրաձգության դասերը։ Ռիկարդոն մի քանի զենք էր պահել, երիտասարդ տարիքում հոր հետ որսորդություն անելու մնացորդներ։ Նա սովորեցրեց Մարինային ճիշտ պահել, նշան բռնել, շնչառությունը կառավարել։ Սկզբում նա վախենում էր, բայց աստիճանաբար վստահություն ձեռք բերեց։ Կրակոցների ձայնը, որն արձագանքում էր լեռներում, թվում էր, թե արձագանքում էր նա նրա ներսում տեղի ունեցող փոփոխությանը։ Զոհից դեպի փրկված, փխրունից դեպի ուժեղ։ Մարզումների այդ օրերին նրանց միջ ուրիշ բան ծաղկեց։ Վարժությունների ֆիզիկական մոտիկությունը, նրա ձեռքերի շոշափումը, որոնք ուղղորդում էին նրա ձեռքերը, հայացքի ինտենսիվությունը, երբ նա ուղղում կամ գովում էր նրան։ Աճող սեռական լարվածություն կար, որի հետ նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչպես վարվի։ Նրանք կառուցում էին մի բան, որը տարբերվում էր այն ամենից, ինչ նրանք երբեք զգացել էին։ Կապ, որը միաժամանակ ֆիզիկական, էմոցիոնալ հոգոր էր։ Մի կեսօր, հատկապես ինտենսիվ մարզումից հետո, նրանք երկուսն էլ բակում էին, շնչահեղձ, քրտինքով ծածկված, չնայած ցրտին։ Մարինան ծիծաղեց, մի անկեղծ ազատ ծիծաղ, որը Ռիկարդոն նախկինում չէր լսել։ Նա նայեց նրան, այնպես ինչպես նրա աչքերը փայլում էին, այն ժպիտին, որը լուսավորում էր նրա դեմքը, զգաց, որ իր ներսում ինչ-որ բան զիջում է։ Պատերը, որոնք նա կառուցել էր իր սրտի շուրջը, սկսեցին ճաքչքել։ Դու զարմանալի ես, գիտես դա, ասաց նա, առանց մտածելու։ Մարինան դադարեց ծիծաղել, նրան նայեց, հանկարծ լուրջ։ Միայն որովհետև դու ինձ հնարավորություն տվիր լինելու։
Նրանք շատ մոտ էին, կարող էին զգալ միմյանց շնչառությունը։ Ռիկարդոն բարձրացրեց ձեռքը մազի մի փունջ հեռացրեց նրա դեմքից։ Մարինան աչքերը փակեց շոշափելիս, մի հառաչանք դուրս եկավ նրա շրթունքներից։ Երբ նա նորից բացեց դրանք, նրանց մեջ լուր հարց կար։ Ռիկարդոն դանդաղ թեքվեց, նրան ժամանակ տալով հետ քաշվելու, եթե ցանկանար։ Բայց նա հետ չքաշվեց։ Նա մնաց այնտեղ, սպասելով, ցանկանալով։ Եվ երբ նրանց շրթունքները վերջապես հանդիպեցին, կարծես տիեզերքում ինչ-որ բան հավասարվեց։ Համբույրը սկսվեց մեղմ, վարանող, բայց արագ խորացավ, միայնության կարիքի տարիները արտահոսք գտան այդ շփման մեջ։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ դողում էին։ Ոչ թե ցրտից, այլ այն բանի ինտենսիվությունից, ինչ հենց նոր էր տեղի ունեցել։ Ռիկարդոն իր ճակատը դրեց նրա ճակատին, աչքերը փակ, փորձելով մարսել զգացմունքների մրրիկը։ Ես չպետք է դա անեի, շշնջաց նա։ Ներողություն։ Մարինան նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։ Մի ներողություն խնդրի։ Մի ներողություն խնդրի այն բանի համար, որ ինձ կենդանի եմ զգում առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում։ Բայց ես շատ ավելի մեծ եմ։ Դու խոցելի ես։ Ես օգտվեցի իրավիճակից։ Ռիկարդո, ընդհատեց նա, ամուր։ Ես երեխա չեմ։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Եվ ես ուզում եմ քեզ։ Կարևոր չէ տարիքային տարբերությունը։ Կարևոր չեն հանգամանքները։ Այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, իրական է։ Ռիկարդոն նրան նորից համբուրեց, այս անգամ առանց վարանելու, առանց մեղքի։ Եվ այդ պահին Դիլիջանի ձմեռային մոխրագույն երկնքի տակ երկու վիրավոր սրտեր սկսեցին բուժվել միասին։ Դա կատարյալ բուժում չէր, դա առանց բարդությունների չէր։ Բայց դա իրական էր, դա անկեղծ էր, դա նրանցն էր։ Նրանք ձեռք ձեռքի տված մտան տուն, թողնելով հետում զենքերը, թիրախները, աշխարհի ամբողջ ծանրությունը։ Այդ գիշեր տարբերվում էր բոլոր մյուսներից։ Նրանք կիսեցին ոչ միայն իրենց մարմինները, այլ իրենց հոգիները։ Այն սպիները, որոնք երկուսն էլ կրում էին, բացահայտվեցին, ընդունվեցին։ Ռիկարդոյի ցավոտ անցյալը, Մարինայի դժվար մանկությունը, ամեն ինչ դրվեց սեղանին, ընդունվեց կարեկցանքով։ Չկար դատապարտում, չկար պահանջներ։ Պարզապես երկու անկատար մարդիկ, ի հեճուկս բոլոր հավանականությունների, ընտրել էին միասին լինել։ Բայց դրսում, անտառի ստվերներում, ինչ-որ մեկը դիտում էր նրանց։ Ադեմիրը տեսել էր մարզումները։ Տեսել էր համբույրները։ Եվ լուռ զայրույթ էր աճում նրա ներսում։ Այդ աղջիկը պետք է իրենը լիներ։ Նա առաջինն էր հասել։ Նա նրա հարանն էր։ Նա ավելի շատ իրավունքներ ուներ նրա նկատմամբ, քան այդ փակ մութ մարդը։ Եվ նա այդքան հեշտությամբ չէր հանձնվի։ Իրականում ոչ։ Որսը նոր էր սկսվել։ Այդ գիշերվան հաջորդող օրերը նշանավորվեցին զգույշ երջանկությամբ։ Ռիկարդոն Մարինան տանը շարժվում էին, կարծես նուրբ վալս էին պարում, սովորելով միմյանց քայլերը, բացահայտելով ընդհանուր ռիթմերը։ Նա նրան սովորեցնում էր նորից ժպտալ, գեղեցկություն գտնել փոքր բաներում։ Արածակը, որը ոսկեգույն էր ներկում եղնիները, անձրի ձայնը տանիքի վրա, թարմ հացի համը, որը նա սովորել էր թխել։ Նա նրան անվտանգություն էր տալիս, ոչ միայն ֆիզիկական, այլ էմոցիոնալ վստահություն, որ կարող էր վստահել, որ կարող էր իջեցնել իր պաշտպանությունը, որ վերջապես ուներ ապահով ապաստան։ Բայց Ադեմիրի ստվերը կախված էր նրանց վրա, ինչպես փոթորկի ամպ, որը պատրաստ էր պայթելու։ Նրա այցերն էլ ավելի հաճախակի էին դարձել, միշտ ավելի ու ավելի անհեթեթ պատրվակներով։ Մի օր դա պարտքով վերցրած գործիք էր, մյուս օրը նա ուզում էր զգուշացնել ճանապարհին տեսած օձի մասին։ Ռիկարդոն նրան ընդունում էր սառը քաղաքավարությամբ, հստակ դարձնելով, որ նա ցանկալի չէ, բայց Ադեմիրը կարծես անտարբեր էր նրբությունների նկատմամբ։ Նրա աչքերը միշտ Մարինային էին փնտրում, հետելով նրա յուրաքանչյուր շարժմանը այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպում էր նրա մաշկին սարսուռ զգալ։ Մարինան շարունակում էր մարզումները նորոգված նվիրվածությամբ։ Այժմ դա ոչ միայն ինքնապաշտպանություն սովորելու մասին էր, այլ այլևս երբեք թույլ չտալու, որ Ադեմիրի նման մեկը նրան փոքր վախեցած զգա։ Նա ամեն առավոտ մարզվում էր հրաձգության մեջ, նրա նշանառությունը օրեցօր բարելավվում էր։ Ռիկարդոն նկատում էր։ Նրա աչքերում հպարտությունը, երբ նա դիպչում էր թիրախի կենտրոնին, զգում էր, որ իր սիրտը լցվում է մի զգացմունքով, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Հպարտություն մեկի համար, ում սիրում էր։ Սեր։
Բառը դեռ վախեցնում էր նրան։ Դա միգուցե դեռ վաղ էր։ Կամ միգուցե ոչ։ Միգուցե երբ հանդիպում են երկու հավասարապես վիրավոր հոգիներ, սերը ժամանակի կարիք չունի ծաղկելու համար։ Այն պարզապես պարարտ հողի կարիք ունի, լեռների այդ տունը, շրջապատված լռությամբ ու ձյունով, հենց դա էր։ Մի վայր, որտեղ սերը կարող էր աճել հեռու դատապարտումներից, կարծիքներից, աղմկոտ աշխարհից, որը պնդում էր ասել, թե ինչպես պետք է լինեն բաները։ Մի գիշեր, մինչ նրանք ընթրում էին մոմի լույսի տակ, Մարինան վերջապես հարցրեց Ռիկարդոյի ընտանիքի մասին։ Ոչ թե ուղղակիորեն, այլ պատահական դիտարկումով լուսանկարների մասին, որոնք դեռ պահարանում էին պահվում։ Ռիկարդոն լարվեց, պատառաքաղը կես ճանապարհին կանգնեց բերանին։ Երկար ժամանակ նա լուռ մնաց, Մարինան պատրաստվեց մերժվելու, որ նա թեման փոխի, ինչպես միշտ անում էր։ Բայց այս անգամ այլ էր։ Ռիկարդոն դրեց պատառաքաղը, մի լավ կում գինի խմեց, սկսեց խոսել։ Պատմեց Բեատրիսի մասին, թե ինչպես էին նրանք ծանոթացել համալսարանում, իրենց առաջին անհաջող հանդիպման մասին, երբ նա սուրճ էր թափել նրա շապիկի վրա։ Պատմեց պարզ հարսանիքի մասին, Սանա լճի վրա անցկացրած մեղրամսի մասին, անսպասելի ուրախության մասին, երբ իմացան, որ նա հղի է։ Եվ հետո պատմեց Լուկասի մասին, տղայի հետաքրքրասեր աչքերի մասին, անվերջ հարցերի մասին, այն նկարների մասին, որոնք ծածկում էին սենյակի պատերը։ Մարինան լսեց ամեն ինչ լուռ, արցունքները ազատորեն հոսում էին նրա դեմքից։ Դրանք խղճահարության արցունքներ չէին, այլ կարեկցանքի, կապի այդ ցավի հետ, որը նա հիմա ավելի լավ էր հասկանում։ Երբ Ռիկարդոն ավարտեց, ձայնը խեղդված, աչքերը կարմրած, նա վեր կացավ, գրկեց նրան։ Նա չասաց, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև դատարկ ստերը չեն մխիթարում։ Նա պարզապես բռնեց նրան, թույլ տալով, որ նա իմանա, որ այլս մենակ չէ այդ ցավի հետ։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, միահյուսված թույլ լուսավորված սենյակում, բուխարու ճրճրթոցի ձայնը հետին պլանում։ Եվ երբ վերջապես բաժանվեցին, ինչ-որ բան էր փոխվել։ Ռիկարդոն զգաց, կարծես ծանրություն էր հանվել իր կրծքից։ Այդ ցավը կիսելը, թույլ տալը, որ մեկը տեսնի այն, բուժման առաջին իսկական քայլն էր։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Ինչո՞ւ, հարցրեց Մարինան, շփոթված։ Ինձ թույլ տալու համար խոսել նրանց մասին։ Ցավը չնվազեցնելու համար։ Պարզապես այստեղ լինելու համար։ Մարինան ժպտաց արցունքների միջով։ Դա այն է, ինչ ես ուզում եմ լինել։ Հաջորդ շաբաթ Ռիկարդոն ստիպված էր գնալ Երան, գրասենյակի հետ կապված իրավական հարցեր լուծելու, որը նա լքել էր տարիներ առաջ։ Դա ընդամենը մեկ օրվա արագ ուղղորություն կլիներ, բայց Մարինային մենակ թողնելու միտքը խորապես անհանգստացնում էր նրան։ Ադեմիրը վերջին օրերին չէր հայտնվել, բայց դա չէր հանգստացնում նրան։ Ընդհակառակը, բացակայությունն ավելի սպառնալից էր թվում, քան մշտական այցերը։ Մարինան նկատեց նրա անհանգստությունը։ Ես լավ կլինեմ, հավաստիացրեց նա, ցույց տալով զենքը, որն այժմ միշտ մոտ էր պահում։ Դու ինձ սովորեցրել ես, հիշում ես։ Ես այլս այն վախեցած աղջիկը չեմ, որին դու գտար ճանապարհին։ Ռիկարդոն գիտեր, որ նա ճիշտ է, բայց մինույն է, վարանեց։ Ի վերջո 3 անգամ բոլոր կողպեքները ստուգելուց Մարինային խոստացնելուց հետո, որ նա բջջայինը մոտ կպահի, նա մեկնեց։ Ճանապարհը դեպի մայրաքաղաք 2 ժամ կտեր, ինչը բավական էր, որ իր կրծքի անհանգստությունը աճեր ամեն կիլոմետրի հետ։ Մարինան առավոտն անցկացրեց հանգիստ։ Կարդաց, ճաշ պատրաստեց, հոգ տարավ բույսերի մասին, որոնք սկսել էր աճեցնել պատշգամբում։ Դա տարօրինակ, բայց լավ զգացողություն էր, մենակ լինել այդ տանը ոչ թե վախից կամ կարիքից, այլ ընտրությունից։ Դա հիմա իր տունն էր, գոնե այդպես էր սկսում զգալ։ Դա կեսօրից հետո ժամը 3-ի սահմաններում էր, երբ նա լսեց շարժիչի ծանոթ ձայնը։ Նրա սիրտը արագացավ։ Նա պատուհանից նայեց, տեսավ Ադեմիրի բեռնատարը, կայանված տան դիմաց։ Նա իջավ մեքենայից դիտավորյալ դանդաղ շարժումներով, դեմքի ժպիտը չէր հասնում սառը աչքերին։ Մարինան խորը շունչ քաշեց, հիշելով մարզումները, այն ուժը, որը նա հայտնաբերել էր իր ներսում։ Նա այլս զոհ չէր լինի։ Ադեմիրը թակեց դուռը։ Մարինան անմիջապես չպատասխանեց, նախ ստուգելով, թե որտեղ էր զենքը, համոզվելով, որ բջջայինը գրպանում է։ Այնուհետ, ամուր ձեռքով, բացեց դուռը այնքան, որպեսզի խոսի ճեղքից։ Ռիկարդոն այստեղ չէ, ուղղակիորեն ասաց նա։ Ես գիտեմ, պատասխանեց Ադեմիրը, ժպիտը լայնացնելով։ Տեսա, թե ինչպես էր նա այս առավոտ իջնում լեռից։
Եկա տեսնելու, թե արդյոք լավ ես, մենակ այստեղ, ոչ մի տեղի մեջ տեղում։ Ես լավ եմ։ Շնորհակալություն անհանգստության համար։ Նա սկսեց փակել դուռը, բայց Ադեմիրը ոտքը դրեց ճեղքի մեջ, կանխելով նրան։ Մարինայի արյունը սառեց, բայց նա ստիպեց իր ձայնին ամուր մնալ։ Հեռացրու ոտքդ։ Հանգիստ, աղջիկ։ Պարզապես ուզում եմ մի փոքր խոսել։ Ընկերակցություն անել։ Հավանաբար ձանձրանում ես այստեղ մենակ։ Ես չեմ ձանձրանում։ Եվ պետք է հիմա գնաս։ Ադեմիրի ժպիտը անհետացավ, փոխարինվելով կոպիտ արտահայտությամբ։ Դու քեզ շատ կարևոր ես կարծում, չէ՞։ Կարծում ես, որ կարող ես ինձ այդպես վերաբերվել միայն այն պատճառով, որ այդ տղամարդու հետ ես։ Բայց ես առաջինն էի այստեղ։ Ես առաջինն էի քեզ տեսել։ Մարինան փորձեց ուժով փակել դուռը, բայց Ադեմիրն ավելի ուժեղ էր։ Նա հրեց, ստիպելով նրան մի քանի քայլ հետ քաշվել տան ներս։ Խուճապը սկսեց բարձրանալ նրա կոկորդում, բայց նա հիշեց Ռիկարդոյի խոսքերը։ Երբեք թույլ մի տուր, որ վախը քեզ անդամալույց դարձնի։ Օգտագործիր այն որպես վառելիք։ Դուրս եկ իմ տանից, ասաց նա, ձայնն այժմ ավելի բարձր, ավելի ամուր։ Քո տունը, Ադեմիրը ծիծաղեց, առանց հումորի ձայնով։ Դու այստեղ եկել ես մի քանի շաբաթ առաջ, մի թափառաշրջիկ, որին նա վերցրել է ճանապարհին։ Եվ կարծում ես, որ սա քոնն է։ Մարինան զգաց, որ զայրույթը փոխարինում է վախին։ Ինչպես ես համարձակվում, շշնջաց նա։ Ադեմիրս մեկ քայլ առաջ արեց։ Ես համարձակվում եմ, որովհետև գիտեմ, թե ինչ ես դու։ Մի շահամոլ։ Օգտագործելով այդ տղամարդուն, ապրելով անվճար, ոտքերդ բացելով տանիքի դիմաց։ Բայց նա կհոգնի քեզանից, գիտես։ Եվ երբ դա տեղի ունենա, ես այստեղ կլինեմ։ Սպասելով։ Հենց այդ պահին Մարինայի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ոչ թե վախից կամ տխրությունից, այլ մաքուր վրդովմունքից։ Նա թույլ չէր տա, որ այդ մարդը սահմանի իրեն, որ նրան նվազեցնի դաժան կարծրատիպերի։ Մի շարժումով, որը նա հարյուրավոր անգամներ էր կատարել մարզումների ժամանակ, նա շրջեց մարմինը, հասավ խոհանոցային դանակին, որը միշտ մոտ էր պահում, այն բռնեց նրանց միջ։ Հիմա դուրս եք, կամ ես քեզ դուրս կհանեմ, ասաց նա, այս անգամ նրա ձայնում վարանելու նշույլ չկար։ Ադեմիրը նայեց դանակին, հետո նրա դեմքին, տեսավ մի բան, որը չէր սպասում։ Անսասան վճռականություն։ Նա չէր կեղծում։ Մի պահ նա մտածեց առաջ գնալու, փորձելու, թե որքան հեռու կգնա նա։ Բայց նրա հայացքում ինչ-որ բան ստիպեց նրան հետ քաշվել։ Դանակը չէր վախեցնում նրան, այլ այն վստահությունը, որ նա կօգտագործեր այն, եթե անհրաժեշտ լիներ։ Դու կզղջաս դրա համար, մռնչաց նա, բայց արդեն հետ էր քաշվում դեպի դուռը։ Միակ բանը, որի համար զղջում եմ, այն է, որ դա ավելի վաղ չարեցի, պատասխանեց Մարինան, հետելով նրան դրսում։ Ադեմիրը մտավ բեռնատարը, բայց նախքան մեկնելը, պատուհանից ասաց. Ռիկարդոն կիմանա դրա մասին։ Եվ երբ իմանա, կտեսնի, որ դու ավելի շատ խնդիր ես, քան արժե։ Մարինան սպասեց, մինչ շարժիչի ձայնը լիովին անհետացավ, նախքան դանակը իջեցնելը։ Միայն այդ ժամանակ նրա ձեռքերը սկսեցին դողալ, մարմինը վերջապես արձագանքեց ադրենալինին։ Նա մտավ տուն, կողպեց բոլոր դռներն ու պատուհանները, նստեց բազմոցին, փորձելով շունչը վերականգնել։ Նա մենակ դիմակայել էր Ադեմիրին։ Նա պաշտպանել էր իրեն։ Եվ թե դողում էր, նա կատաղի հպարտություն էր զգում։ Նա այլս այն վախեցած աղջիկը չէր։ Երբ Ռիկարդոն հասավ, արդեն մթնշաղ էր։ Մարինան նրան լսեց, նախքան կտեսներ, մեքենայի ծանոթ ձայնը ճանապարհով բարձրանալիս։ Նա բացեց դուռը, նետվեց նրա գիրկը, նույնիսկ նախքան նա կհասցներ հարցնել, թե ամեն ինչ լավ է։ Ռիկարդոն բռնեց նրան, զգալով լարվածությունը նրա մարմնում, անմիջապես իմանալով, որ ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Ինչ եղավ, հարցրեց նա, նրան բավականաչափ հեռացնելով, որպեսզի տեսներ նրա դեմքը։ Մարինան ամեն ինչ պատմեց։ Ադեմիրի յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր քողարկված սպառնալիքը, թե ինչպես էր նա նրան դուրս հանել դանակը ձեռքին։ Ռիկարդոն լսում էր լուռ, բայց Մարինան տեսնում էր, թե ինչպես է զայրույթն աճում նրա աչքերում, ծնոտները սեղմվում, ձեռքերը բռունցքվում։ Երբ նա ավարտեց, Ռիկարդոն նրան ամուր գրկեց։ Ես երբեք չպետք է հեռանայի, ասաց նա, ձայնը մեղքով լի։ Ոչ, Մարինան ընդհատեց նրան, հեռանալով նրա աչքերին նայելու համար։
Դու պետք է գնայիր։ Եվ ես պետք է ինձ ապացուցեի, որ կարող եմ պաշտպանել ինձ։ Եվ ես ապացուցեցի։ Նա ինձ չդիպավ։ Նա ինձ չվախեցրեց։ Ես նրան դուրս հանեցի։ Ռիկարդոն տեսավ ուժը նրա աչքերում, զգաց, որ իր սիրտը լցվում է բարդ բանով։ Հպարտություն նրա համար, զայրույթ Ադեմիրից, կատաղի վճռականություն պաշտպանելու այն, ինչ նրանք միասին կառուցում էին։ Բայց դա այդպես չի մնա, ասաց նա մռայլ։ Վաղը կգնամ նրա տուն։ Շատ հստակ կդարձնեմ, որ եթե նա նորից հայտնվի այստեղ, հետանքները լուրջ կլինեն։ Ռիկարդո, ոչ, բողոքեց Մարինան։ Արժանի չէ։ Պարզապես մոռանանք։ Մոռանալ, Ռիկարդոն նրան նայեց։ Նա ներխուժեց մեր տուն։ Սպառնաց քեզ։ Ոչ, Մարինա։ Դա այդպես չի մնա։ Ես պետք է հստակ դարձնեմ, որ նա հատել է մի գիծ, որը չպետք է հատեր։ Հաջորդ օրը Ռիկարդոն կատարեց իր խոստումը։ Պարզեց, թե որտեղ էր ապրում Ադեմիրը, գնաց այնտեղ։ Գտավ նրան բակում աշխատելիս, ցանկապատ էր վերանորոգում։ Երբ Ադեմիրը տեսավ նրան, փորձեց ժպտալ, բայց ժպիտը մահացավ, տեսնելով Ռիկարդոյի դեմքի արտահայտությունը։ Պետք է խոսենք, ասաց Ռիկարդոն, առանց նախաբանի։ Նայեք, ընկերուհին եկավ ինձ տեսնելու, սադրեց Ադեմիրը, բայց նրա ձայնում նյարդայնություն կար։ Ռիկարդոնս մեկ քայլ արեց, դիտավորյալ ներխուժելով Ադեմիրի անձնական տարածք։ Դու երեք ներխուժել ես իմ տուն։ Սպառնացել ես այն կնոջը, ում սիրում եմ։ Դա հիմա ավարտվում է։ Կամ ինչ, մարտահրավեր նետեց Ադեմիրը, բայց նրա կեցվածքը պաշտպանողական էր։ Կամ ես ոստիկանական հաղորդում կտամ։ Ես ունեմ անվտանգության տեսախցիկի ձայնագրությունները, հանգիստ ստեց Ռիկարդոն։ Բնակարանային ներխուժում, սպառնալիք։ Դու կարող ես բավականին երկար ժամանակ անցկացնել բանտում։ Եվ ես անձամբ կհամոզվեմ, որ գյուղի բոլորը իմանան, թե ինչ տեսակի մարդ ես դու։ Ադեմիրը գունատվեց։ Դու կեղծում ես։ Ուզում ես ռիսկի դիմել, Ռիկարդոն էլ ավելի մոտեցավ։ Որովհետև ես բացարձակապես ոչինչ չունեմ կորցնելու։ Ես արդեն կորցրել եմ այն ամենը, ինչ կարող էր ինձ համար մեկ անգամ։ Բայց հիմա ես նորից ապրելու պատճառ եմ գտել։ Եվ ես դա կպաշտպանեմ ամեն ինչով, ինչ ունեմ։ Եթե դու հայտնվես իմ տան մոտ, նրա մոտ, եթե ես նույնիսկ իմանամ, որ դու նրա մասին ես մտածում, ես անձամբ կկործանեմ քո կյանքը։ Հասկացա՞ր։ Հետաց լռությունը լարված էր։ Երկու տղամարդիկ նայում էին միմյանց, կամքերի պայքար։ Ի վերջո, Ադեմիրն էր, ով առաջինը շեղեց հայացքը։ Հասկացա, մրթմրթաց նա։ Հրաշալի է, Ռիկարդոն մեկ քայլ հետ քաշվեց։ Եվ պարզապես հստակ լինելու համար։ Նա անօգնական զոհ չէ։ Ես նրան մարզել եմ։ Եթե դու բավականաչափ հիմար լինես, նորից ինչ-որ բան փորձելու համար, նա ի վիճակի է պաշտպանել իրեն։ Եվ ես հենց հետում կլինեմ համոզվելու համար, որ դու կվճարես այն վախի յուրաքանչյուր վայրկյանի համար, որը փորձեցիր առաջացնել նրա մեջ։ Ռիկարդոն մեջքով շրջվեց, հեռացավ, թողնելով Ադեմիրին կանգնած այնտեղ, նվաստացած, պարտված։ Վերադարձի ճանապարհին նրա զայրույթը սկսեց ցրվել, փոխարինվելով բավարարվածության անհանգստության խառնուրդով։ Նա հստակեցրել էր ամեն ինչ, բայց Ադեմիրի նման տղամարդիկ միշտ չէ, որ հարգում էին սահմանները։ Նա պետք է զգոն մնար։ Երբ հասավ տուն, Մարինան պատշգամբում էր սպասում։ Նա պատասխանը կարդաց նրա դեմքից, նույնիսկ նախքան նա կխոսեր։ Դու այնտեղ էիր, հաստատեց նա։ Այո, հաստատեց Ռիկարդոն, բարձրանալով աստիճաններով դեպի նա։ Շատ հստակ դարձրի, որ նա այլս չպետք է անհանգստացնի մեզ։ Մարինան գրկեց նրան, դեմքը թաքցնելով նրա կրծքին։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Ինձ պաշտպանելու համար։ Ինձ չվերաբերվելու համար, կարծես ես չափազանց փխրուն լինեի դրան դիմակայելու համար։ Ռիկարդոն համբուրեց նրա գլխի վերը։ Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչին մենակ դիմակայես։ Մենք միասին ենք դրանում։ Ամեն ինչում միասին։ Եվ նրանք այդպես էլ էին։ Հետագա օրերին Ադեմիրն այլս չհայտնվեց։ Շաբաթներ անցան, լարվածությունը սկսեց նվազել։ Նրանց առօրյան նորից հաստատվեց, բայց այժմ ավելի խորը մտերմությամբ։
Նրանք միասին դիմակայել էին արտաքին սպառնալիքին, մյուս կողմից ավելի ուժեղ էին դուրս եկել։ Ռիկարդոն սկսեց ավելի շատ խոսել անցյալի մասին, Մարինային ցույց տալով հին լուսանկարներ, որոնք պահում էր։ Նա լսում էր նրան, խոսելիս Բեատրիսի Լուկասի մասին, առանց խանդի, առանց անվստահության, հասկանալով, որ այն սերը, որը նա զգացել էր, չէր նվազեցնում այն, ինչ նա զգում էր նրա հանդեպ հիմա։ Դրանք նույն կյանքի տարբեր գլուխներ էին, նա իրեն պատիվ էր համարում լինել նոր գլխի մաս։ Մի կեսօր, մինչ նրանք քայլում էին սեփականության շուրջի արահետներով, Ռիկարդոն կանգ առավ մի դիտահարթակում, նույնը, որը Մարինան հայտնաբերել էր շաբաթներ առաջ։ Ալը սկսում էր մայր մտնել, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով, դիլիջանի լույսերը հեռվում թարթում էին, կարծես երկրային աստղեր լինեին։ Գեղեցիկ է, հառաչեց Մարինան, հենվելով նրա վրա։ Ռիկարդոն նրան գրկեց, իր կզակը դնելով նրա գլխին։ Գիտես, թե ինչ նկատեցի, մեղմորեն ասաց նա։ Ինչ։ Որ 5 տարվա մեջ առաջին անգամ ես չարթնացա, մտածելով, թե ինչ եմ կորցրել։ Ես արթնացա, մտածելով, թե ինչ եմ շահել։ Ես արթնացա, մտածելով քո մասին։ Մարինան շրջվեց նրա գրկում, նրան նայելու համար, աչքերը փայլում էին երջանկության արցունքներից։ Ես քեզ սիրում եմ, ասաց նա, բառերը բնականաբար դուրս եկան, առանց վախի։ Ռիկարդոն ժպտաց, մի իսկական ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ Ես էլ եմ քեզ սիրում։ Ավելի շատ, քան կարծում էի, որ նորից հնարավոր կլինի սիրել։ Նրանք համբուրվեցին, մինչ ալը մայր էր մտնում հորիզոնում, երկու փրկվածներ, ովքեր միմյանց մեջ գտան ոչ միայն սեր, այլ փրկություն։ Ճանապարհը հեշտ չէր եղել, դեռ առջում մարտահրավերներ կային։ Բայց այդ պահին, այդ բլրի գագաթին, աշխարհը նրանց առջ տարածվում էր բոլոր ուղղություններով, նրանք գիտեին, որ միասին կարող էին դիմակայել ամեն ինչի։ Որովհետև ճշմարիտ սերը այն չէ, որն առաջանում է կատարյալ հանգամանքներում։ Դա այն է, որը ծաղկում է անկատարությունների չնայած, որն աճում է ցավի ճեղքերում, որը լույս է գտնում նույնիսկ ամենախորը խավարում։ Եվ նրանց սերը, ծնված ձյան մեջ կոփված դժվարությունների կրակի մեջ, հենց այդ տեսակի սերն էր։ Անկործանելի։ Հաջորդող ամիսները անցան այնպիսի հանգստությամբ, որը նրանք երկուսն էլ մոռացել էին, որ հնարավոր է։ Ձմեռը տեղը զիջեց գարնանը, դրա հետ մեկտեղ լեռների տունը նոր գույներ ստացավ։ Մարինան ծաղիկներ տնկեց լքված ծաղկանոցներում, պատշգամբը վերածեց կախովի այգու, կյանք բերեց յուրաքանչյուր անկյուն, որն այդքան ժամանակ միայն լռություն էր ճանաչել։ Ռիկարդոն նրան դիտում էր, այդ փոփոխություններն անելիս մշտական ժպիտով դեմքին, զարմացած, թե ինչպես մի մարդ կարող էր փոխել ոչ միայն ֆիզիկական տարածքը, այլ ամբողջ գոյությունը։ Ադեմիրը հեռու էր մնացել, աստիճանաբար նրա սպառնալիքը դարձավ պարզապես տհաճ հիշողություն։ Մարինան նրան այլս չէր տեսնում որպես թաքնված գիշատիչ, այլ որպես փակ գլուխ, մի փոթորիկ, որն անցել էր, նրանց էլ ավելի ուժեղ դարձնելով։ Նա Ռիկարդոն գտել էին կատարյալ ռիթմ, մի ներդաշնակություն, որը գալիս էր ոչ թե կոնֆլիկտներից խուսափելուց, այլ դրանց միասին դիմակայելուց, միշտ անկեղծությամբ հարգանքով։ Մարինան սկսել էր սովորել, ավարտելու միջնակարգ կրթությունը, մի բան, որը նա թողել էր տարիներ առաջ, երբ ստիպված էր աշխատել հիվանդ հորը օգնելու համար։ Ռիկարդոն խրախուսում էր նրան, հպարտանալով յուրաքանչյուր ձեռքբերումով, յուրաքանչյուր քննությունով, որը նա հանձնում էր։ Կեսօրներին, մինչ նա սովորում էր գրադարանում, որը նա վերածել էր իր համար գրասենյակի, Ռիկարդոն նորից սկսել էր աշխատել որպես փաստաբան, այս անգամ հեռակա կարգով, ընդունելով միայն այն գործերը, որոնք իսկապես հետաքրքրում էին նրան։ Կյանքը նորից իմաստ էր ստացել երկուսի համար էլ։ Դա հոկտեմբերի մի առավոտ էր, մինչ նա սուրճ էր պատրաստում, Մարինան զգաց սրտխառնոցի առաջին ալիքը։ Նա վազեց զուգարան, երբ Ռիկարդոն նրան գտավ այնտեղ, գունատ դողդոջուն, անհանգստությունը տիրեց նրան։ Նա անմիջապես նրան տարավ Դիլիջանի բժշկին։ Թեստերի արդյունքներին սպասելու ժամերը տանջալից էին, Ռիկարդոն առաջուհետ էր անում սպասասրահում, վերապրելով անցյալի տրավմաները, վախենալով նորից կորցնել։ Երբ բժիշկը վերջապես կանչեց նրանց, նրա դեմքի ժպիտն արդեն հայտնում էր լուրը։ Շնորհավորում եմ, դուք ծնող կդառնաք։ Աշխարհը կանգ առավ Ռիկարդոյի համար։ Նրա դեմքը կորցրեց ամբողջ գույնը։ Մարինան բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմելով, նրան հետ բերելով։ Նա խորը շունչ քաշեց, ստիպելով իրեն կենտրոնանալ ներկայի վրա, ոչ թե անցյալի։ Նա նայեց Մարինային, նրա աչքերին, որոնք փայլում էին ուրախության վախի արցունքներից, զգաց, որ իր սիրտը բաժանվում է բացարձակ սարսափի երջանկության մեջ, որը նա չէր կարծում, որ նորից կզգա։
Մեքենայում տուն վերադառնալիս նրանցից ոչ ոք երկար րոպեներ չխոսեց։ Ի վերջո Ռիկարդոն կայանեց ճանապարհի եզրին, անջատեց շարժիչը, շրջվեց դեպի նա։ Ես սարսափած եմ, խոստովանեց նա, ձայնը կոտրված։ Չգիտեմ, թե արդյոք կարող եմ նորից անցնել դա։ Եթե ինչ-որ բան սխալ լինի։ Մարինան նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։ Ես էլ եմ վախենում, մեղմորեն ասաց նա։ Բայց մենք չենք կարող ապրել, վախենալով այն բանից, ինչը կարող է սխալ լինել։ Մենք պետք է ապրենք, սպասելով այն բանին, ինչը կարող է ճիշտ լինել։ Միասին։ Ինչպես միշտ արել ենք։ Ռիկարդոն փակեց աչքերը, արցունքներ հոսեցին նրա դեմքից առաջին անգամ այն բանից ի վեր, երբ կորցրել էր իր ընտանիքը։ Մարինան գրկեց նրան, թույլ տալով, որ նա լաց լինի, որ ազատի բոլոր վախերը, բոլոր սպիները, որոնք դեռ կրում էր։ Եվ երբ արցունքները վերջապես դադարեցին, նա նրան նայեց նորոգված վճռականությամբ։ Մենք դա կանենք, ասաց նա։ Մենք այդ երեխային կբերենք աշխարհ։ Եվ ես խոստանում եմ, որ լավագույն հայրը կլինեմ, որը կարող եմ լինել։ Ոչ թե փորձելով փոխարինել այն, ինչ կորցրել եմ, այլ հարգելով այս նոր կյանքը, որն աճում է։ Մարինայի հղիությունը մանրակրկիտ վերահսկվում էր։ Ռիկարդոն բաց չէր թողնում ոչ մի այցելություն, ոչ մի հետազոտություն, նշում էր յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր բժշկական ցուցում։ Նա գրեթե մոլուցքով էր ուշադիր, բայց Մարինան հասկանում էր, թե որտեղից էր գալիս վերահսկողության այդ կարիքը։ Դա նրա ձն էր, հաղթահարելու տրավման, փորձելու ապահովել, որ այս անգամ ամեն ինչ լավ լինի։ Ամիսներ անցան, Մարինայի որովայնը մեծացավ, Ռիկարդոն սկսեց մի փոքր հանգստանալ։ Նա տեսնում էր, թե ինչպես է երեխան շարժվում նրա մաշկի միջով, զգում էր կապի ձավորում։ Նա խոսում էր որովայնի հետ ամեն գիշեր, պատմություններ էր պատմում, երգեր էր երգում, որոնք սովորել էր Լուկասի հետ։ Մարինան նրան դիտում էր, դա անելիս այնպիսի խորը սիրով, որ երբեմն ցավում էր։ Հղիության 6-րդ ամսվա ընթացքում անսպասելի բան տեղի ունեցավ։ Մարինան անհայտ համարից զանգ ստացավ։ Երբ նա պատասխանեց, գրեթե գցեց հեռախոսը։ Դա Դանիելն էր, նրա եղբայրը։ 2 տարի անլուր մնալուց հետո նա վերջապես կապ հաստատեց։ Նա բացատրեց, որ կարողացել էր կայունանալ Գյումրիում, լավ աշխատանք գտնել տեխնոլոգիական ընկերությունում, անցկացրել էր վերջին ամիսները, փորձելով գտնել նրան։ Վանաձորի հին ծանոթի միջոցով էր, որ նա վերջապես իմացավ, թե որտեղ էր նա։ Եղբայրների հանդիպումը հուզիչ էր։ Դանիելը հաջորդ հանգստյան օրերին մեկնեց Դիլիջան։ Երբ նա գրկեց Մարինային, տեսավ հղի որովայնը, արցունքները անզուսպ հոսեցին։ Նա ներողություն խնդրեց հեռանալու համար, նրան մենակ թողնելու համար, այնտեղ չլինելու համար, երբ հայրը մահացավ։ Մարինան անմիջապես ներեց նրան, որովհետև ընտանեկան սերը այդպես էր աշխատում։ Միշտ տեղ կար նոր սկիզբների համար։ Ռիկարդոն Դանիելը սկզբից լավ հարաբերություններ հաստատեցին։ Դանիելը ավելի երիտասարդ էր, ընդամենը 27 տարեկան, բայց ուներ դժվարություններով կոփված հասունություն։ Նա Ռիկարդոյի մեջ տեսնում էր ոչ միայն իր քրոջ զուգընկերոջը, այլ մի մարդու, ով իսկապես սիրում էր նրան, հոգ էր տանում նրա մասին։ Այդ հանգստյան օրերին նրանք երեքով ժամերով խոսեցին, կիսվելով պատմություններով, երազանքներով, ապագայի պլաններով։ Ես ուզում եմ, որ դու կնքահայր լինես, ասաց Մարինան Դանիելին այն գիշեր, նախքան նա կվերադառնար Գյումրի։ Դանիելը ընդունեց արցունքներով աչքերում, խոստանալով ներկա լինել ամեն ինչի, յուրաքանչյուր կարևոր պահի։ Եվ նա կատարեց իր խոստումը։ Նա ամեն ամիս վերադառնում էր, օգնելով պատրաստել երեխայի սենյակը, հավաքելով կահույք, ներկելով պատերը նուրբ դեղին գույնով, որը Մարինան էր ընտրել։ 8-րդ ամիսը եկավ անսպասելի անակնկալով։ Ռիկարդոն Մարինային արթնացրեց գիշերվա կեսին անսպասելի առաջարկով։ Ամուսնացիր ինձ հետ, ասաց նա, առանց արարողության։ Մարինան, դեռ քնկոտ, մի պահ մտածեց։ Ինչ։ Ռիկարդոն վառեց մահճակալի կողքի սեղանիկի լույսը, ծնկի իջավ մահճակալի կողքին, բռնելով նրա ձեռքը։ Ես գիտեմ, որ դա ամենառոմանտիկ առաջարկը չէ։ Ես դեռ մատանի չունեմ։ Բայց ես այլս չեմ ուզում սպասել։ Ես ուզում եմ, որ դու իմ կինը լինես։ Ես ուզում եմ, որ այս երեխան ծնվի ամուսնացած ծնողներով։ Ես ուզում եմ պաշտոնականացնել այն, ինչն արդեն իրական է, որ դու իմ ընտանիքն ես։ Այսպիսով, Մարինա Օլիվեյրա, դու համաձայն ես ամուսնանալ ինձ հետ։
Մարինան ծիծաղեց լաց եղավ միաժամանակ մի հոգեվիճակ, որը սովորական էր դարձել հղիության ընթացքում։ Այո, պատասխանեց նա, նրան քաշելով համբուրելու։ Այո, 1000 անգամ այո։ Նրանք ամուսնացան մեկ շաբաթ անց Դիլիջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում կայացած պարզ արարողությամբ։ Դանիելը Գյումրիից եկավ որպես վկա, տիկին Ամելիայի հետ միասին բարեհամբույր տարեց Հարանուհին, ով ապրում էր ճանապարհից ներք ում հետ Մարինան ընկերացել էր։ Մեծ խնջույք չեղավ, պարզապես հարմարավետ ճաշ լեռան ռեստորանում։ Բայց Ռիկարդոյի Մարինայի համար դա կատարյալ էր։ Նրանց շքեղություն կամ մեծ տոնակատարություններ պետք չէին։ Նրանց պարզապես պետք էին միմյանց իրենց սիրելի մարդիկ մոտակայքում։ Մարինան, այժմ Մարինա Մոնտեյրո, հպարտությամբ կրում էր պարզ ոսկե մատանին։ Ռիկարդոն նրան էր նայում, տեսնում էր ոչ միայն այն կնոջը, ում սիրում էր, այլ իր կյանքի զուգընկերոջը, իր որդու մորը, ամեն օր հույսով արթնանալու իր պատճառը։ 9-րդ ամիսը եկավ անհանգստությամբ սպասումով։ Մարինայի պայուսակը պատրաստ էր շաբաթներ առաջ, հիվանդանոց տանող ճանապարհը ժամանակագրված էր, ամեն ինչ մանրակրկիտ պլանավորված էր։ Բայց ինչպես սովորաբար լինում է կյանքում, պլանները չստացվեցին այնպես, ինչպես սպասվում էր։ Դա բուռն փոթորկի գիշեր էր, այն տեսակը, որը հողային ճանապարհները վերածում էր ցեխի գետերի։ Մարինան արթնացավ առավոտյան ժամը 3-ին ուժեղ գծկումներով։ Ռիկարդոն ցատկեց անկողնուց, վերցրեց պայուսակը, օգնեց նրան մեքենա հասնել։ Բայց երբ նրանք փորձեցին իջնել ճանապարհով, հասկացան, որ դա անհնար է։ Անձրը սողանք էր առաջացրել, որը լիովին արգելափակել էր անցումը։ Հիվանդանոց հասնելու միջոց չկար։ Խուճապը տիրեց Ռիկարդոյին։ Նրա բոլոր վատագույն հիշողությունները միանգամից վերադարձան։ Բայց հենց Մարինան էր, գծկումների ցավի մեջտեղում, ով նրան հետ բերեց։ Ռիկարդո, ասաց նա, բռնելով նրա դեմքը։ Դու կարող ես դա անել։ Ես վստահում եմ քեզ։ Ռիկարդոն խորը շունչ քաշեց, ստիպելով իրեն կենտրոնանալ։ Նա զանգահարեց շտապօգնություն, որը նրան ուղղորդեց հեռախոսով։ Նա պատրաստեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, ջուր եռացրեց, մաքուր սրբիչներ առանձնացրեց, հանգիստ մնաց, նույնիսկ երբ իր էության յուրաքանչյուր մանրաթել սարսափից ճիչ էր բարձրացնում։ Նա հետեց շտապօգնության աշխատակցի յուրաքանչյուր հրահանգին հեռախոսով, նրա ձեռքերն ամուր էին, նույնիսկ երբ սիրտը անզուսպ բաբախում էր։ Երբ Հելենան վերջապես ծնվեց, բարձր ու առողջ լաց լինելով իր հոր ձեռքերում, Ռիկարդոն զգաց, որ իր ներսում ինչ-որ բան վերջնականապես բուժվում է։ Դա անցյալի ցավի մոռացում չէր, այլ դրա հետ հաշտություն։ Նա կարող էր նորից սիրել առանց մեղքի։ Նա կարող էր նորից հայր լինել առանց անդամալույց վախի։ Հելենան չէր փոխարինում Լուկասին, ինչպես Մարինան չէր փոխարինում Բեատրիսին։ Բայց նրանք նոր գլուխ էին, նոր ընտանիք, նոր սկիզբ։ Մարինան դստերը բռնեց գրկում նայեց Ռիկարդոյին, նրա դեմքին տեսնելով մի խաղաղություն, որը երբեք չէր տեսել նախկինում։ Մենք կարողացանք, շշնջաց նա։ Կարողացանք, համաձայնեց նա, նրան մեղմ համբուրելով։ Մեր ընտանիքը։ Հաջորդ ամիսները հարմարվողականության էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, անբացատրելի լաց։ Բայց նա անսահման ուրախություններ։ Հելենայի առաջին ժպիտը, այնպես, ինչպես նա բռնում էր հոր մատը, օրորոցայինները, որոնք երգում էր Մարինան։ Դանիելը գալիս էր, երբ կարող էր, մի փաղաքշող հորեղբայր, ով իր զարմուհուն ծածկում էր նվերներով սիրով։ Երբ Հելենան մեծանում էր, Ռիկարդոն Մարինան սկսեցին մտածել, թե ինչպես հատուցել այն ամենը, ինչ ստացել էին։ Նրանց պատմությունը փրկության երկրորդ հնարավորությունների մասին էր, նրանք ուզում էին դա առաջարկել ուրիշներին։ Այսպես ծնվեց հիմնադրամի գաղափարը։ Նրանք օգտագործեցին Ռիկարդոյի խնայողությունների մի մասը, սկսեցին նախագիծը։ Մի կազմակերպություն, որը կօգներ խոցելի երիտասարդներին։ Նրանք տրամադրում էին ժամանակավոր ապաստան, մասնագիտական ուսուցում, հոգեբանական աջակցություն։ Մարինան հատկապես ներգրավված էր, իր սեփական պատմությունն օգտագործելով որպես ոգեշնչում։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր նշանակում մենակ լինել, առանց ռեսուրսների, առանց հույսի։ Եվ նա ուզում էր ապահովել, որ այլ երիտասարդներ չանցնեն այն ամենի միջով, ինչ նա անցել էր։ Հիմնադրամը, որը կոչվում էր «Վերսկիզբ», սկսեց փոքր, բայց արագ աճեց։ Դիլիջանի համայնքը գրկեց նախագիծը։ Տիկին Ամելիան օգնում էր խոհարարության դասերով։ Դանիելը, ով այժմ ամեն ամիս այցելում էր, տեխնոլոգիայի վերաբերյալ սեմինարներ էր անցկացնում։
Ռիկարդոն անվճար իրավական խորհրդատվություն էր տրամադրում։ Եվ Մարինան ամեն ինչի մեջ էր, հիմնադրամի բաբախող սիրտը ապացուցելով, որ զոհերը կարող են հաղթող դառնալ, որ սպիները կարող են դառնալ քարտեզներ ուրիշներին ճանապարհ գտնելու համար։ Ամեն ինչ հարթ չէր։ Նրանք դիմադրության հանդիպեցին պահպանողական համայնքի որոշ մասերից, որոնք դատում էին նրանց հարաբերությունները տարիքային տարբերության, նրանց ծանոթանալու հանգամանքների պատճառով։ Բայց Ռիկարդոն Մարինան սովորեցին անտեսել հայացքները, շնջացող մեկնաբանությունները։ Նրանց սերը անծանոթների հավանության կարիքը չուներ։ Դա իրական էր, դա ուժեղ էր, դա բավական էր։ 3 տարի անցավ։ Հելենան արդեն մոտենում էր 4 տարեկանին, մի խոսող հետաքրքրասեր երեխա, ով ուներ հոր աչքերը մոր ժպիտը։ Հիմնադրամն արդեն օգնել էր տասնյակ երիտասարդների վերակառուցել իրենց կյանքը։ Ռիկարդոն կրքով վերադարձել էր փաստաբանական գործունեությանը, այժմ կենտրոնանալով ընտանեկան իրավունքի մարդու իրավունքների գործերի վրա։ Մարինան ավարտել էր միջնակարգ դպրոցը, սկսել էր սոցիալական աշխատանքի կուրսերին հաճախել, վճռական լինելով իր աշխատանքը հիմնադրամում էլ ավելի արդյունավետ դարձնել։ Դա աշնանային մի կեսօր էր, երբ Հելենան բակում խաղում էր, Մարինան Ռիկարդոյին ասաց, որ նորից հղի է։ Այս անգամ խուճապ չկար։ Ռիկարդոն նրան բարձրացրեց իր գրկում, պտտվելով նրա հետ, ծիծաղելով, ինչպես տարիներ շարունակ չէր ծիծաղել։ Նրանք պատրաստ էին։ Նրանք ավելի ուժեղ էին։ Եվ գիտեին, որ միասին կարող էին դիմակայել ամեն ինչի։ Ռաֆայելը ծնվեց գարնանային հանգիստ առավոտյան, հիվանդանոցում բնական ծննդաբերությամբ, առանց բարդությունների։ Երբ Ռիկարդոն որդուն բռնեց գրկում, նայեց Մարինային հոգնած, բայց շողշողուն անկողնում, Հելենային, ով հետաքրքրությամբ նայում էր իր փոքր եղբորը, զգաց այնքան խորը երախտագիտություն, որ հազիվ էր կարողանում շնչել։ Դա իր ընտանիքն էր։ Դա իր կյանքն էր։ Եվ դա ավելին էր, քան նա երբեք երազել էր, որ նորից հնարավոր կլինի։ Հաջորդող տարիները աճի համախմբման էին։ Լեռների տունը, որը մի օր Սկոդ ամբարան էր, այժմ կյանքով լի տուն էր, մանկական ծիծաղով, պլաններով, երազանքներով։ Հելենան սկսել էր դպրոց հաճախել, Ռաֆայելը կատարում էր իր առաջին քայլերը։ Հիմնադրամն ընդլայնվել էր, այժմ ունենալով 10 աշխատակցի կամավորների թիմ։ Դանիելը իր այցելություններից մեկի ժամանակ մեկին էր հանդիպել, լուրջ սիրավեպ էր սկսել, խոսելով նա քրոջ մոտ տեղափոխվելու մասին։ Մարինան Ռիկարդոն ամեն օր միասին էին քայլում մթնշաղին, երբ երեխաները Դայակի կամ տիկին Ամելիայի հետ էին։ Դա նրանց վերամիավորման ժամանակն էր, օրվա մասին խոսելու, ապագան պլանավորելու կամ պարզապես ձեռքի տված լուր քայլելու, վայելելով միմյանց գտնելու հրաշքը։ Դա այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էր, ճիշտ 5 տարի այն գիշերվանից հետո, երբ նրանք ծանոթացել էին, որ նրանք կանգ առան այն դիտահարթակում, որտեղ առաջին անգամ սեր էին հայտարարել։ Երկինքը ներկված էր նույն նարնջագույն վարդագույն երանգներով, ինչ այն հեռավոր կեսօրը։ Դիլիջանը փայլում էր հեռվում, գիշերվա առաջին լույսերը սկսում էին թարթել։ Հիշում ես, հարցրեց Մարինան, հենվելով նրա վրա, ինչպես միշտ անում էր։ Ինչը, հարցրեց Ռիկարդոն, թե հստակ գիտեր, թե ինչին էր նա վերաբերում։ Այդ առաջին գիշերը, երբ դու ինձ գտար ճանապարհին։ Ես այնքան կորած էի, այնքան վստահ, որ ինձ համար այլս հույս չկար։ Ռիկարդոն նրան շրջեց, նրան նայելու համար, մազի մի փունջ հեռացնելով նրա դեմքից։ Իսկ հիմա նա ժպտաց, արցունքները փայլում էին նրա աչքերում, հիմա ես ամեն ինչ ունեմ։ Ընտանիք, նպատակ, սեր։ Ավելին, քան երբեք երազել էի, որ հնարավոր է։ Ռիկարդոն նրան մեղմ համբուրեց, 5 տարվա ընթացքում կուտակված ամբողջ նրբությամբ։ Երբ բաժանվեցին, նա իր ճակատը դրեց նրա ճակատին։ Ձմեռն էր, որ քեզ բերեց, ասաց նա, կրկնելով այն արտահայտությունը, որը նրանց միջ մանտրա էր դարձել։ Բայց բոլոր եղանակներին եմ ես քեզ ընտրում։ Ամառվա շոգին, գարնան ծաղիկներին, աշնան ոսկեգույն տերներին։ Ամեն օր, ամեն պահի, ես քեզ եմ ընտրում։ Միշտ։ Մարինան ժպտաց արցունքների միջով։ Եվ ես քեզ եմ ընտրում։ Այսօր, վաղը, միշտ։ Նրանք մնացին այնտեղ, մինչ արը լիովին մայր մտավ, երկու փրկվածներ, ովքեր միմյանց մեջ գտան ոչ միայն սեր, այլ փրկություն, բուժում, նպատակ։ Ճանապարհորդությունը հեշտ չէր եղել։ Երկուսն էլ կրում էին սպիներ, որոնք երբեք լիովին չէին անհետանա։ Բայց նրանք սովորել էին, որ սպիները թուլության նշաններ չէին, այլ ուժի ապացույցներ։
Ապացույցներ, որ նրանք գոյատել էին, որ պայքարել էին, որ ընտրել էին շարունակել ապրել, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Երբ նրանք վերադարձան տուն, Հելենան Ռաֆայելը վազեցին նրանց գրկելու, միաժամանակ խոսելով օրվա արկածների մասին։ Մարինան Ռաֆայելին վերցրեց գրկում, մինչ Ռիկարդոն Հելենային բարձրացրեց ուսերին։ Նրանք միասին մտան լուսավոր, տաք, կյանքով լի տուն։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Ռիկարդոն Մարինան նստեցին պատշգամբում, ինչպես ամեն գիշեր էին անում։ Երկինքը մաքուր էր, հազարավոր աստղեր տեսանելի էին քաղաքի լույսերից հեռու։ Մարինան իր գլուխը դրեց նրա ուսին, Ռիկարդոն նրա մատները միահյուսեց իր մատների հետ։ Բառերի կարիք չկար։ Ամեն ինչ արդեն ասված էր։ Նրանց միջ լռությունը հարմարավետ էր, լի փոխադարձ ըմբռնումով, ժամանակի միասին դիմակայած փոթորիկների կողմից հասունացած սիրով։ Եվ մինչ գիշերն առաջ էր գնում, բերելով լեռներին բնորոշ ցուրտը, նրանք մնում էին այնտեղ, միմյանցով ջերմացած, իրենց կառուցած ընտանիքով, այն սիրով, որը փրկել էր նրանց։ Որովհետև ի վերջո, դա էր կարորը։ Ոչ թե այն հանգամանքները, թե ինչպես էին ծանոթացել, ոչ թե ուրիշների դատողությունները, ոչ թե անցյալի դժվարությունները։ Կարորն այն էր, որ նրանք գտել էին միմյանց հենց այն պահին, երբ ամենից շատ էին կարիք ունենում, երկու խորտակվածներ տարբեր փոթորիկներում, ովքեր միմյանց մեջ գտել էին ապահով ապաստան։ Եվ այդ ապաստանում նրանք կառուցեցին ոչ միայն կյանք, այլ տուն։ Սիրով, երկրորդ հնարավորություններով, հույսով լի տուն։ Մի տուն, որն ապացուցում էր, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ սերը կարող է ծաղկել ամենաանհավանական վայրերում, որ նույնիսկ ամենամութ գիշերից հետո լուսաբացը միշտ գալիս է։ Ռիկարդոն նայեց Մարինային, նրա դեմքին, որը լուսավորված էր լուսնի լույսով, ժպտաց։ Նա զգաց հայացքը շրջվեց, ժպտալով ի պատասխան։ Նրանց պետք չէր ոչինչ ասել։ Ամեն ինչ արդեն ասված էր, յուրաքանչյուր ժեստում, յուրաքանչյուր հայացքում, յուրաքանչյուր ընտրության մեջ, որ նրանք ամեն օր անում էին միասին մնալու համար։ Եվ այսպես, Դիլիջանի աստղազարդ երկնքի տակ, շրջապատված իրենց ընտանիքի սիրով միասին կառուցված ապագայի վստահությամբ, Ռիկարդոն Մարինան շարունակեցին իրենց պատմությունը։ Հաղթահարման, անհավանական սիրո, մարդկության երկրորդ հնարավորությունների հանդեպ հավատի պատմություն։ Մի պատմություն, որն ապացուցում էր, որ երջանիկ ավարտներ գոյություն ունեն ոչ թե այն պատճառով, որ կյանքը հեշտ է, այլ որոշ մարդիկ ընտրում են պայքարել դրանց համար, ամեն օր, առանց հանձնվելու, առանց հույսը կորցնելու։ Եվ այդ ընտրությունը սիրելու սիրվելու, կառուցելու փոխարեն քանդելու, հավատալու փոխարեն հանձնվելու այդ ամենօրյա որոշումը ամբողջ տարբերությունն էր կազմում։ Այն ողբերգությունները վերածում էր դասերի, ցավը, աճի, միայնությունը, համայնքի։ Դա էր, որ տունը վերածում էր օջախի, անծանոթներին, ընտանիքի, գոյատումը, լիարժեք կյանքի։ Ձմեռը, որը Մարինային բերել էր Ռիկարդոյի մոտ 5 տարի առաջ, անցել էր։ Բայց այն ջերմությունը, որը նրանք միասին ստեղծել էին, հավերժ կմնար, ջերմացնելով ոչ միայն նրանց, այլ բոլոր նրանց, ովքեր բախտ կունենային հատելու նրանց ճանապարհները։ Որովհետև ճշմարիտ սերը այդպես էր աշխատում։ Բազմապատկվում էր, տարածվում էր, փոխում էր աշխարհը, մեկ սիրտը մեկ առ մեկ։ Եվ այդ հանգիստ գիշեր, երբ իրենց երեխաները ապահով քնած էին տանը, ապագան խոստումնալից ձգվում էր նրանց առջ, Ռիկարդոն Մարինան գիտեին, որ գտել էին մի հազվագյուտ թանկարժեք բան։ Սեր, որը գոյատել էր փոթորիկներից, սեր, որն ավելի ուժեղ էր դարձել յուրաքանչյուր մարտահրավերում, սեր, որը կտեր իրենց կյանքի բոլոր եղանակներում։ Դա այն ամենն էր, ինչ նրանց պետք էր։ Դա ավելին էր, քան նրանք երբեք երազել էին։ Դա պարզապես կատարյալ էր։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռիկարդոյի Մարինայի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո երկրորդ հնարավորությունների այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Որն էր այն պահը, որն ամենից շատ հուզեց ձեզ։ Երբ անցել եք նոր սկզբի որևէ իրավիճակով ձեր կյանքում։ Կիսվեք ձեր պատմություններով մեզ հետ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ սերը կարող է ծագել ամենաանսպասելի պահերին։ Մենք ձեզ սպասում ենք հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կդիպչի ձեր սրտին, կստիպի ձեզ հավատալ ճշմարիտ սիրո փոխակերպող ուժին։ Մինչ շուտով, թող ձեր սեփական պատմությունները միշտ լինեն լի հույսով նոր սկիզբներով։